Պատկերացրեք օրվա կեսը, տախտակամածի վրա ընկած ժամացույցի սլակն է կանգնած, եւ հանկարծ ամբողջ պատմոշ պատմությունը սեղմվում է մեկ պատուհանի մեջ։ Ձեր ամբողջ կյանքի քաղաքավիճակը, ձեր ծնողների ժառանգությունը, ձեր զանգվածային ընտրություններն ու պատահականությունները ամեն մի պահում նույն հսկայական նկարում, ինչպես մի սեղմված մուլտիպլեքսի պատկերը, որը դուք նայում եք մեկ գնացքով։ Իսկ հիմա հարցն է պարզ եւ զայրացնող. ինչու կա ինչ-որ բան, ոչ թե ոչինչ։ Այս հարցը չի գալիս տեսական ֆիզիկայի գրաքննությունից միայն։ Նրա նետը թափվում է ուղղակի ձեր առօրյա գոյության վրա։ Եթե հարցն ընդունենք անկեղծ, նա տանում է դեպի հիմքերը, դեպի անտոլոգիի հարցերը, որոնք գիտնականներն ու փիլիսոփաները տարել են նախադեպի բացարձակ պատագոնների մեջ։ Սեղմելով ժամանակը մեկ ակնթարթի մեջ, կարող ենք տեսնել մեծ ու փոքր ինչ-որ բաները փոխկապակցության երաժշտություն են նվագում։ Եթե գիշերը մեկ վայրկյանում տեսնեք Արեգակի ամբողջ կյանքի ամբողջական շոշափումը, դուք կհասկանայիք, թե որքան կարճ է մեր ժամանակը համեմատականորեն։ Եվ հիմա հարցն ավելի ծանր է դառնում. ինչու այդ կարճ պահին կա ՇՄ, ինչ-որ բան, երբ ոչինչ նույնպես կարող էր լինել հավետ։ Սկսենք հատ-հատ, առանց շփոթելու։ Առաջին ոչինչը կոչենք մետաֆիզիկական ոչինչ։ Այս ոչինչը բառացի բացակայում է, թե գոյության, թե պայմանների տեսանկյունից։ Այն է պատկերը, որտեղ ոչ մի ֆիզիկական օրենք չկա, ոչ մի ժամանակի կամ առկայության տրամաբանություն, պարզապես բացարձակ ակնթարթական անստացնեսť։ Մետաֆիզիկական ոչինչն հաճախ ներկայացվում է որպես ակնթարթային բացակայություն։ Պատկերացրեք սև բաց բանտարկության, որտեղ ոչ մի դուռ կա, ոչ մի պատ, ոչ մի օրենք։ Դա ոչ միայն դատարկ տարածք չէ, դա անգամ սահման չունի, որը կարող է դատարկությունը սահմանափակել։ Երկրորդ, ֆիզիկական վակուումը կամ քվանտային վակուումը։ Այն, ինչ ֆիզիկոսները անվանում են վակուում, բայց որը շատ հեռու է ոչինչից։ Քվանտային վակուումը ամբողջական ֆիզիկական համակարգ է, պայմանական նորմերով ու դինամիկայով։ Դրա մեջ նույնիսկ նիհար դաշտերը ունեն նյութական հնչյուններ, ֆլուկտուացիաներ եւ էներգետիկ հաջորդություններ։ Այս ծայրահեղ ոչինչը չի նշանակում զրո մասնիկներ եւ զրո օրենքներ։ Այս վակուումը ունի առանձնահատկություններ, որոնց վերաբերյալ Կազիմիրը կանխատեսում արեց 1948, իսկ այդ ազդեցությունները հետագայում փորձարարաբար հետազոտվել են։ Դա քիմիական եւ ֆիզիկական փոփոխությունների եւ պուլսացիաների բնական ֆոնն է, որը ամբողջ աշխարհը կարող է ստեղծել։ Երրորդ տեսակը՝ մաթեմատիկական ոչինչը կամ արժեհամակարգային դատարկությունը, որը ձևակերպում է գաղափարի տեսանկյունը։ Այս ոչինչը իմաստ ունի միայն այն բանի համար, որ գոյություն ունեն համակարգեր, որոնք կարող են խոսել դրանց մասին։ Մաթեմատիկական ոչինչն այն դատարկ տիրույթն է, որտեղ ապրում են ֆունկցիաները, տեսությունների տասնյակ պատճենները եւ հավանականությունների տրամաբանական գծերը առանց որևէ ֆիզիկական իմաստավորման։ Մաթեմատիկական ոչինչը նման է դատարկ գրադարանի ինդեքսի։ Այս գրադարանն ունի բոլոր հավանական կանոնները, կառուցվածքները եւ համակարգերը, բայց ոչ մի գրադարան ամբողջովին չէ մի մարդու հետ։ Այս ոչինչը գոյություն ունի որպես պոտենցիալ լեզու, ոչ ծովե հող։ Երբ խոսքը գնում է ինչու կա ինչ-որ բան, մարդկանց միտքը հաճախ սահում է մուտքագրելով այս երեք ոչինչների մի խառնուրդ։ Նրանք վերցնում են քվանտային վակուումը եւ մեջտեղ են դնում որպես ամբողջական բացատրություն մետաֆիզիկական ոչնչի համար, կամ տեղափոխում մաթեմատիկական կառուցվածքը որպես ինքնանպատակ նույնությամբ գոյության աղբյուր։ Այդ խառնուրդը առաջացնում է աղավաղված եզրակացություններ։ Սա էավանականության պահը, երբ բառերը սկսում են շփոթել։ Երբ ֆիզիկոսը խոսում է վակուումային ֆլուկտուացիաների մասին, նա չի ասում, որ չկա ոչինչ, եւ հետո մի ալգորիթմով ստեղծվում է ամբողջ տիեզերքը։ Վակուումը ենթադրում է ֆիզիկական օրենքներ, իսկ այդ օրենքները արդեն ինչ-որ բան են ենթադրում։ Հետևաբար վակուումից գոյություն վերածելու օպերացիան չի բացատրում ինչու հարցը, այլ տեղ ունի այն դեպքում, եթե ընդունենք, որ ինչ-որ բան արդեն գոյություն ուներ, օրենքների տեսքով։ Դժվարությունը նաև միտքն է, որ նույն բառը ոչինչ իրարամերժ տարեր է ծածկում։ Սովորական լեզվով մենք կարող ենք ասել ոչինչ չկա եւ հասկանալ մի քիչ այլ բան, քան ֆիզիկոսի ասած վակուումային ոչինչը։ Այդ լեզվական շփոթը ծնում է ինտելեկտուալ թակարդ։ Երբ մարդիկ տեղափոխում են մաթեմատիկական ոչինչը որպես ինքնանպատակ բացատրություն, նրանք հաճախ վարկած են տալիս, որ միայն ֆորմալ համակարգն է առկա, իսկ ֆիզիկական քանակությունները դուրս են գալիս որպես թղթի վրա գրված սիմվոլներ։ Այդ մոտեցումը Մաքս Թեգմարկի 2003 թ. Աշխատությունում առաջարկվեց, որպես մաթեմատիկական կառուցվածքների հնարավորության զուգորդում, բայց սա նույն խնդիրն է դարձնում։
Ինչու այն մաթեմատիկան, այլ ոչ ոչինչը դարձել է իրականություն։ Միաժամանակ, երբ հաշվարկում ենք հավանականություններ ֆիզիկական սցենարների համար, մենք հակված ենք կիրառել բառը կանոն, որը, ինչպես պարզվում է, գաղթում է տեսական հաստատությունների միջավայրից։ Պրոբաբիլիզմը կամ հավանականության մասին բանաձևերը պահանջում են նախնական պայմաններ։ Դրանք չեն ծնվում ոչնչից ինքնաբերաբար։ Նրանք պահանջում են ինչ-որ չափով կարգեր և չափման մեխանիզմներ։ Այսօր գիտնականները, որոնք զբաղվել են այս հարցերով, հաճախ ընդգծում են տարբեր մակարդակների խիզախ տարանջատումը։ Հյուգ Էվերթը 1957 թվականին Փրինսթոնի աշխատանքի մեջ ներկայացրեց պատկեր, որը փորձում էր պահպանել միավորական էվոլյուցիան առանց հատուկ փլուզման պրոցեդուրայի։ Երբ եք լսում Էվերթի անունը, հիշեք, նա չէր ասում, որ մեխանիզմները կարող են ստեղծել օրենքներ ոչինչից։ Նրա նպատակն էր այլ հարց. ինչպես ռեալիզանում է փորձագիտական փորձը, եթե ամեն ինչ միավորական է։ Հայկական Դրամզեհը 1970-ականներին Բրյուսել-Կյոլնի հետազոտությունների շրջանում նկատեց դեկոհերենցիայի կարևորությունը, բացատրելով, թե ինչպես միջավայրը արագորեն փակեցնում է տարբեր հնարավորությունների միջև միջամտությունը։ Այս աշխատանքը ցույց տվեց, որ վակուում բառը չի նշանակում լուռ և պասիվ բացակայում, այլ դինամիկ և ինֆորմացիոն միջավայր։ Դոկտորական և գիտական վկայությունները, ինչպիսին է Վոյչեք Զյուրեկի 2003 թվականի վերանայումը, ցույց տվեցին, որ քվանտային համակարգերի հետ միջավայրի փոխազդեցությունը կարող է արտադրել այն, ինչը մենք դասական գործունեության անվանում ենք։ Բայց կրկին, սա չի տալիս առաքելություն ինչուի համար։ Այն միայն բերում է ինչպես հարցի ավելի հարուստ պատկերը։ Եթե դուք այժմ սկսում եք զգալ անհանգստություն, դա նորմալ է։ Մենք ընկնում ենք մի մտքի մեջ, որ բառերը խառնվում են, և այդ խառնուրդը թույլ է տալիս եզրակացություններ, որոնք իրականում խախտում են ծայրահեղ տարբեր մակարդակները։ Օրինակ, որ քվանտային վակուումը ստեղծեց օրինաչափության օրենքները, կամ որ մաթեմատիկական սետը ինքնաբերաբար դարձրեց ֆիզիկական օբյեկտներ, երկու հայտարարություններն էլ պահանջում են լրացուցիչ սահմաններ և չեն լրացնում սկզբնական հարցը։ Չի կարելի պարզապես փոխարինել մեկ ոչինչը մյուսով։ Եթե դուք ընդունեք մետաֆիզիկական ոչինչը, ապա ոչ ոք չի առաջարկել մեխանիզմ, ինչպես հենց մաթեմատիկան կամ ֆիզիկան կարող են գոյացում ունենալ։ Եթե ընդունեք ֆիզիկական վակուումը, ապա դուք արդեն ներառում եք օրենքներ և դինամիկա, որոնք պետք է բացատրել ինչով են դրանք հիմնված։ Այս ամբողջ խառնաշփոթը ծնվում է մեկ պարզ սխալից՝ տարբեր ontological մակարդակները միաձուլելու ցանկությունից։ Երբ զուգակցում ենք այս մակարդակները, մեզ մոտ կարող է ծնվել գիտական դրամա, որը սակայն թերի է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես քվանտային նկարագրությունը դարձնում է առեղծվածային, իբրև թե ինչ-որ բան կարող է ծնվել ոչնչից, բայց այդ ոչինչը չի եղել մետաֆիզիկական ոչինչը։ Այդ խոսքը նույնն է, եթե փորձեք անվանել լույսի աղբյուրը, պարզապես արտանետում է, առանց նշելու լույսը ստեղծելու մեխանիզմները։ Չափազանց այլ հարց է, արդյոք իմաստ ունի խոսել հավանականության մասին, երբ բոլոր հնարավոր արդյունքները միաժամանակ ռեալանում են։ Դա պրոբաբիլության խնդրի սրտի մի մաս է։ Նման հարցեր են քննարկել Դեվիդ Դևիչը և Բրայս Դեուիթը մոտավորապես 1970-ականները։ Նրանք փորձեցին ցույց տալ, որ մեր ենթարկվող ալգորիթմները պետք է ճշգրիվվեն, մինչև կարողանան նկատելիորեն բացատրել փորձագիտական գիտակցման զգացողությունը։ Մի կարևոր նրբություն. ձեր անհատական փորձը ապրում է որպես մեկ պատմություն։ Թեև միացյալ ֆիզիկայում առաջարկվում է բազմաճյուղայնություն, դա չի նշանակում, որ ձեր սուբյեկտիվ ինքնությունը պատմորեն միաժամանակ ենթարկվում է բոլոր ճյուղերին։ Այս խնդիրը Դերեկ Փարպիթը 1996 թվականին քննել է, քննարկելով անձնական ինքնության շարունակության որպես հոգեբանական շարունակության հարցը։ Այդպիսով, մենք մոտենում ենք բանաձևին։ Եթե դուք խառնեք մետաֆիզիկական ոչինչը, ֆիզիկական վակուումը և մաթեմատիկական կառուցվածքը, ապա արդյունքը կլինի մի տեսական բյուրեղ, որը ինքն իրենով ավել ոչինչ չի բացատրում։ Դուք կստացեք անորոշության շերտեր, որոնք փոխադարձաբար ապահովում են միմյանց համար պահանջվող պայմանները, սակայն ոչ մեկը չի սկսում առաջին պատճառը։ Ես գիտեմ, որ այս պահին լսարանը սպասում է մի հեշտ հանգուցալուծման, մի գրավիչ առասպել։ Երկրորդ օրենքը բացատրեց ամեն ինչ, կամ առավելագույն հաշվարկը դուրս բերեց ամենը, բայց իրականը ավելի բարդ է։ Գիտական խոսքը պահանջում է ճշգրիտ մակարդակների նույնականացում, որպեսզի որևէ հայտարարություն ունենա տրամադրված իմաստ։ Այժմ հարկավոր է մեկ անգամ ևս սեղմել ժամանակը։ Պատկերացրեք երկու էոններ մեկ ակնթարթում։ Մեկում օրենքները արդեն կան, մեկում ոչ մեկը։ Ձեր ուղեղը անջատում է ստանդարտ տրամաբանությունը, ձեզ խնդրելով ընտրել։
Որն է առավել հավանականը։ Բայց խնդիրը հասկանալի է։ Այս ընտրությունը չի լուծվում միայն քանակությամբ կամ ժամանակի սեղմումով։ Մինչ այս շարքը առաջ է գնում, հաջորդ բանը, որը մեզ պետք է, այն է կառուցել ֆրեյմ, որտեղ տարբեր ոչնչությունները կդառնան հստակ տարրեր, ոչ թե փոխարինող բառեր։ Դա թույլ կտա մեզ տարբերակել ինչպեսը ինչուից եւ տեսնել, թե որտեղից կարող է գալ իսկական պատճառը, կամ առնվազն որու մասով հարցը մնալու է փիլիսոփայական եւ ոչ թե ֆիզիկական։ Արդեն տեսնում եք, թե ինչու այս երեք մակարդակների խառնուրդը կարող է ծնել սխալ հանգուցալուծումներ եւ թե ինչու պարզ բանաձևեր չեն բավարարում։ Մենք փակուղում ենք մեզ բանաձևերի պարզացանցակի մեջ, երբ կյանքը պահանջում է կերպարանափոխել լեզուն։ Հաջորդ քայլը կլինի հետևյալը։ Բացատրենք, թե ինչ ձևով յուրաքանչյուր մակարդակի համար կարելի է կառուցել համապատասխան պահանջներ եւ ինչ հարցեր կմնան անհետաձգելի, երբ այդ մակարդակները զտված լինեն։ Սա չի լինելու ստանդարտ եզրափակում։ Դա կլինի բաց հորիզոն, որը հրապուրում է շարունակությանը։ Դուք կանգնած եք լցված սենյակի մեջ, ու ձեզ թվում է, թե այնտեղ կա բան չգտնված, խեղճիկ ու լուռ դատարկություն։ Մտածեք այդ դատարկության մասին որպես մակերեսի ջրի, թե հանգիստ, թե ալիքոտ, եւ հիմա պատկերացրեք։ Այդ մակերեսի տակ ամեն վայրկյան հազարավոր բաց մնացած փոքր ալիքներ են խզվում ու ծնվում, անկախ ձեր զգացողությունից։ Սա միայն էմոցիոնալ պատկերմա չէ, այստեղ է մեր առաջին սահմանը, այն, որտեղ սովորական օրենքները սկսում են ծախողվել։ Մենք պետք է հարցնենք, երբ եք անվանում ոչինչ ոչինչ, եւ երբ այն ընդհանրապես այլ բան է, ֆիզիկական դաշտերի վիճակ։ Այս սահմանը չի թողնում մեզ հանգիստ, այն ասում է, երբ դու նշում ես ներգաղթող բացակայություն, ֆիզիկան պատասխան չի տալիս, մինչև դու չասես ինչպիսին ոչինչ։ Խնդիրը սկսվում է ոչ թե լեզվից, այլ չափաբաժնից։ 20-րդ դարի սկզբին ֆիզիկները սկսեցին նկատել, որ նույնիսկ երբ սենյակը հողմ չէ ու ոչ մի նյութ տեսանելի չէ, էլեկտրամագնիսական դաշտները խաղաղ չեն։ Ֆիզիկ Մաքս Պլանկի անունը, որը գիտության մեջ շատ չափանիշներ փոխեց, կապված է այն բացահայտման հետ, որ քվանտայնությունը ստիպեց ընդունել։ Փոքր, անքաղաքական էներգետիկ հստակություններ կարող են գոյություն ունենալ նայված որպես դաշտերի նվազագույն պետական վիճակ։ Պարզ խոսքով, ֆիզիկական վակուումը իրական չէ որպես դատարկ տիեզերքի պես մի ապակյա սենյակ։ Դա է դաշտերի ամենացածր էներգետիկ վիճակն է, որտեղ դաշտերը կումուլատիվորեն տատանանվում են, նույնիսկ երբ ներսում ոչ մի մասնիկ չկա։ Այս պարզ արձանագրությունը վերցնում է մեզ նոր տեսարան։ Խնդիրը այլևս ոչ թե մեկը բան չլինելը, այլ թե ինչ վիճակներից է համընկնում մեր լեզուն ոչնչից։ Նայենք այն ավելի հարկաֆիզիկական ձևով։ Երբ ֆիզիկոսը ասում է վակուում, նա նկատի ունի ֆունկցիա, որը նկարագրում է դաշտերի հարաբերական վիճակը ամբողջ տարածության վրա։ Յուրաքանչյուր դաշտ, էլեկտրամագնիսական, քվարկային կամ դրանց վերացական համադրմամբ, ունի միասնական ալիքային վիճակ, որը չի պարտադիր նշանակում զրո անշարժություն։ Այս վիճակում էլ ֆունկցիան ունի կլոր փոփոխություններ, մեր հայտնի լեզվով ֆլուկտուացիաներ։ Վակուումը նման է հանգիստ լճի մակերևույթին, որի տակ շարունակ թփթփում են հեղուկ հոսանքները, եւ երբ դուք նայում եք մակերեսին, թվում է հանգիստ, բայց ներքուստ ամեն ինչ շարժվում է։ Այս շարժումը ոչ միայն միֆ է, այն չափելի է, եւ դրա բացառության խախտումը մեզ բերեց հիշարժան մի փորձության՝ էֆեկտ Կազիմիրը։ Հենրիկ Կազիմիրը Philips Naturkundig լաբորատորիումից 1948 թվականին ցույց տվեց մի պարզ փաստ։ Երկու կատարյալ վառ չափի մետաղական պլակներ, որոնք մոտեցված են միմյանց, իրենց միջև ուժ են զգում։ Կազիմիրը հաշվարկեց, որ այն ուժը առաջանում է վակուումում դաշտերի ձյուրին ծմոդերի սխալների սահմանափակումից։ Որոշ ալիքային մոդեր չեն տեղավորվում երկու մետաղների միջև, հետևաբար ճնշումը դուրսից մեծանում է ու պլակները ձգվում են։ Պարզ պատկերով, դուք դրել եք երկու փակ տեղ, եւ ալիքները, որոնք կարող են անցնել լայն տարածության մեջ, չեն կարող իրենց ամբողջական ձևով տեղավորվել այդ սահմանափակ շերտում։ Արդյունքում հայտնվում է ճնշման տարբերություն, որը կարելի է չափել։ Սա է Կազիմիրի էֆեկտի ֆիզիկական նպատակը։ Վակուումը դառնում է ոչ թե ոչինչ, այլ ակտիվ խաղացող, արտադրելով դիսպոզիցիոն ուժեր։ Սա չմնաց միայն տեսական հաշվարկի մակարդակում։ Փորձեր եղան։ Առաջին ճշգրիտ չափումներից մեկը Լոս Ալամոսյան ազգային լաբորատորիայի Սթիվեն Լամորոքսի աշխատանքն էր 1997 թվականին, որը ցույց տվեց փոքր կանխատեսված բզոցները։ Ամենահետագա աշխատանքները, օրինակ 1998 թվականի Ումա Մոհիդիի եւ այլոց, բարելավեցին մեթոդները եւ ամրագրեցին հստակ տվյալներ։
Այս հաջորդական փորձերը հաստատեցին մի փաստ. վակուումը գործում է որպես ակտիվ բեռ, եւ նրա չափման հնարավորությունը մեզ ստիպեց փոխել ոչնչի իմաստը, այն դարձնելով ֆիզիկական դատարկության անվանումից մինչև ակտիվ դաշտերի վիճակից եկող հետք։ Ահա, եւ այստեղ է կարևոր մասը։ Կազիմիրի էֆեկտը մեզ չպետք է ստիպի ավստահ լինել, որ վակուումը ունի ինչ-որ կախարդական, չբացատրելի առանցքային էներգիա։ Այն ցույց է տալիս մի ուրիշ բան. երբ դաշտերը սահմանափակվում են, որոշ ալիքային մոդեր դուրս են մնում, եւ հենց այդ պատճառով փոխվում է նկատելի ֆիզիկական ազդեցությունը։ Սա նման է ձայնի ռեզոնանսին, երբ որոշ հաճախություններ ուժեղանում են կամ ճնշվում են, եւ հենց դրանց բացակայությունն անում է ֆիզիկական տարբերությունը։ Եվ սա մեզ առաջնորդում է դեպի հաջորդ սահմանը, ինչ է նշանակում դաշտերի ընդհանուր էներգիա, երբ մենք խոսում ենք ամբողջ տիեզերքի մասին։ Ինչ է նշանակում զրո ամբողջական էներգիա գաղափարը։ Որոշ ֆիզիկոսներ առաջարկել են, եթե մենք հաշվենք բոլոր դրական էներգիաները, մաստիկների ու դաշտերի էներգիան եւ բոլոր բացասական էներգիաները, հիմնականում գրավիտացիոն ներդրումները, հնարավոր է, որ այս երկուսն իրար միմյանց չեզոքացնեն։ Այդ պատկերացումը հմայիչ է։ Այն թույլատրում է, որ տիեզերքի ծագումը դիտարկվի որպես համաչափ հավասարակշռության մի երևույթ, այլ ոչ թե մի արտակարգ էներգետիկ դեպք։ Բայց այս պատմությունը ունի երկու կարևոր խոչընդոտ։ Առաջինը չափման հարցն է։ Քաշային/գրավիտացիոն էներգիան համընդհանուր մակարդակում ոչ միանշանակ բացասական չէ, եւ նրա չափման տեղական արտահայտումը կախված է ընտրված կոնվենցիաներից եւ սահմանափակումներից։ Երկրորդը այն է, որ զրո ամբողջական էներգիա միջադեպը պետք է հստակեցնել։ Ինչ էներգիաներ եք հաշվում եւ ինչ սահմաններով եք համեմատում դրանք։ Առանց այս հստակության ոմանք կարող են սխալ եզրակացնել, շատ պարզ բաներով այն ձևակերպելով որպես ամբողջ հարցի լուծում։ Նայենք սա մի քիչ ավելի նուրբ գիտական լեզվով, բայց առանց կորուստների։ Էներգիայի կոնսերվացիան տեղական չափով լավ աշխատում է այն համակարգերում, որտեղ կա ժամանակի տրանսլացիոն սիմետրիա, բայց ընդհանուր հարաբերականության մեջ գլոբալ էներգիայի հասկացությունը ավանդաբար բարդ է։ Գեներալ հարաբերականության մեջ ծանրության էներգիան չի հայտնվում տեղական էներգիայի դաշտի պարզ հաշվով, որովհետև այն չափվում է միայն, երբ մենք նայում ենք օբյեկտների եւ տարածության մեծ մասշտաբով, սահմանային պայմաններ ունենալով։ Պարզ ասած, եթե դուք ասում եք տիեզերքը զրոյական էներգիա ունի, պետք է նշեք, որ ֆորմալիզմում, ինչը չափում եք եւ ինչ սահմանին առնչվում եք։ Առանց այդ հստակության հմայիչ պնդումը վտանգավոր է, այն կարող է շփոթեցնել պատճառը եւ հետևանքը։ Այդուհանդերձ, ինչ կապ ունի վակուումը, որպես դաշտերի վիճակ, եւ այն, ինչ դուք ձեր կյանքում կարող եք զգալ որպես ընտրություն կամ արդյունք։ Մենք այս հարցը չենք ուղղում որպես մտածած ինգրություններ։ Սա ընկած է հարաբերականության եւ քվանտի հիմքում։ Երբ դուք նայում եք որևէ փոքր բաժնի հետևում եղած դաշտերին, ֆլուկտուացիաները սահմանափակվում են նույն սկզբունքով, ինչ Կազիմիրի պլակների միջև։ Մեր դիտորդին իր դիտմամբ սահմանափակումներ է դնում, ստեղծելով այդ հատուկ իրականությունների արդյունք։ Սա նման է measurement խնդրին, այստեղ էլ սահմանափակումների պատմություն կա եւ տեսանելի փոփոխություն։ Բայց խնդիրը այն է, որ միաժամանակ կան տասնյակ տրամաբանական եւ տեխնիկական սահմաններ, որոնք թույլ չեն տալիս այս կապերը ուղիղ գրել որպես օրինաչափ պատճառ։ Մենք պետք է զգուշորեն բաժանենք այն, ինչը ֆիզիկայի հարց է, եւ այն, ինչը գաղափարախոսական կամ մեթոդական պահանջ է։ Մենք պետք է նաև խոսենք այն մասին, ինչ չի կարելի անել այս գաղափարների հետ։ Վակուումի էներգիան, որքան էլ այն զգացյալ լինի, չի տալիս ավտոմատապես բացատրություն յուրաքանչյուր սահմանադրված փորձի կամ առայժմ անհայտ երևույթի համար։ Օրինակ, երբ որոշ մարդիկ ասում են, տիեզերքը առաջացել է ոչինչից, որովհետև վակուումը ունի զրո ամբողջական էներգիա, նրանք հաճախ վայր են տալիս տարբեր անտոլոգիկալ մակարդակներ, միավորելով քվանտային դաշտեր, գլոբալ էներգիա չափումներ եւ տեղական աստղաբանական հաշվարկներ, առանց հստակ սահմանումների։ Մեզնից պահանջվում է ավելի խիստ մոտեցում։ Պետք է մանրակրկիտ նշել, ինչ կոնվենցիան եք ընդունում ձեր հաշվարկում, ինչ սահմաններ եք կիրառել եւ ինչ փորձարարական հետևանքներ կլինեն, եթե ձեր առաջարկը ճիշտ լինի։ Եվ դուք պետք է թույլ տանեք գիտության լեզվին խոսել, ոչ թե հռետորական ալեգորիաներին։ Մի փոքր տեխնիկական նրբերանգ, պարզ լեզվով։ Քվանտային դաշտերի զրո էներգիան կարող է տեղականապես ճնշվել կամ փոփոխվել, երբ գոյություն ունեն սահմանափակումներ կամ խանգարող տարրեր, ինչպես Կազիմիրի փորձերը ցույց տվեցին։ Բայց այն, թե ինչպես այդ զրոյեր պետք է ներգրավվեն ընդհանուր գրավիտացիոն դաշտի մեջ, դեռ մեծ հարց է։
Եվ դուք փորձեք ուղղակիորեն վերցնել բոլոր դաշտերի զրոէներգիան եւ օգտագործել այն որպես աղբյուր գրավիտացիոն մեջ, դուք կհանդիպեք երկակի խնդիրների, վերացական անսահմանություններով եւ նորմալացման խնդիրներով։ Ահա թե ինչու ֆիզիկոսները մշակեցին տեխնիկաներ, որոնք հաշվարկում են միայն տարբերական ազդեցությունները կամ ընդունում են նորմալիզացիոն պայմաններ, որպիսի արդյունքները համընկնեն փորձարարական տվյալների հետ։ Այսօր այս մեթոդները չեն պահում կախարդական լուծումներ։ Դրանք նուրբ, մաթեմատիկապես հսկվող գործիքներ են փորձարարական վերահսկողության համար։ Այս ամենի միջև եղող լարվածությունն է այն, ինչ մենք պետք է զգանք։ Վակուումը ոչ հստակ ոչինչ է, ոչ էլ կախարդական բացատրություն բոլորի համար։ Այդ պատճառով, երբ դուք լսում եք, որ տիեզերքը կարող է լինել զրո էներգիայի, հարց տվեք. որ տեսակ էներգիա, որ ֆորմալիզացիայով եւ ինչ փորձարարական կանխատեսումներով։ Ֆիզիկական լեզուն պահանջում է պայմաններ եւ սահմաններ։ Առանց դրանց խոսքը կարող է վերածվել գրավիչ, բայց ոչ մասնագիտական առաջարկների։ Վերջում վերադառնանք պարզ տեսողական պատկերին։ Պատկերացրեք, որ դուք տեսնում եք երկու մետաղական պլակների մոտեցումը։ Էֆեկտն ակնհայտ է եւ կինեմատիկա պարզ։ Արդյունքը ցույց է տալիս, որ սահմանափակումները փոխում են իրականությունը, բայց դա չի ասի, ինչպես ամբողջ կազմը էապես կազմված է եւ ինչ է սկսվում առաջին շարժումից։ Այս փոքրիկ տողը, որ սահմանները կարող են փոխել իրականությունը, մեզ չի թողնում հանգստանալ։ Մեզ օրակարգ է պետք, ավելի խիստ լեզուներ, ավելի լավ սահմանումներ եւ հավանաբար նոր փորձեր, որոնք կստուգեն ոչ միայն տեղական տարբերությունները, այլ նաեւ աշխարհի գլոբալ պատկերը։ Մեր հաջորդ քայլը կլինի բացել այս սահմանները ավելի խորք։ Մենք պետք է հարցնենք, երբ դաշտային ֆլուկտուացիաները կարող են վերաճել մի այնպիսի համախմբված պատճառի, որը կունենա մետաֆիզիկական հետևանքներ։ Այս մասը դեռ չի լուծվում միայն մաթեմատիկայով կամ բառերով։ Դրա համար մեզ պետք են ճշգրիտ փորձեր, նոր տեսություններ եւ խիստ մասշտաբային մտածողություն։ Բայց եթե դուք հիմա նայում եք ձեր կյանքին եւ մտածում, մեկ այլ տիեզերքում ես տարբեր ընտրություն եմ արել, հիշեք, ֆիզիկայում ընտրությունը հաճախ վերաձևավորվում է որպես սահմանափակումների արդյունք։ Վակուումը ցույց է տալիս, որ սահմանները կարող են փոխել իրականությունը, բայց թե ինչպես եւ ինչ չափով, դա դեռ մեծագույն բաց հարց է։ Եվ այդ բաց հարցը, ինչպես մառախուղի դեմ պատուհան, բերելու է մեզ հաջորդ հատվածում, ոչ թե ժխտելու, այլ ավելի խստորեն որոշելու, թե ինչ ոչինչն մեզ իսկապես պետք է բացատրի։ Ձեր առջև պահվում է պատուհան, երկուսի միջև։ Գրեյտարական ժամանակի ճեղքվածքում մի կողմում կանգնած է արևածագի հայտնի հաշվարկը, որի իշխող բանաձևերը խոսում են մեկ ամփոփ համընդհանուր սկիզբի մասին։ Մյուս կողմում քվանտային պետությունների համատարած միավորականությունը, որն անդադար հարցեր է մեխանում, իբրև թե վթարային, ամենը սկսվում է այստեղ դատողության նկատմամբ։ Այս հակասությունն է մեր այս բաժնի ուժեղագույն հարցը։ Ով է իրավունք ունենալու հայտարարել սկիզբ կա, եւ ինչքան այն հիմնավորված է որպես ֆիզիկական պահանջ։ Գիտնականների հեղինակությունը կարող է դառնալ այնպիսի սանդղակ, որի վրա մենք կանգ ենք առնում։ Ֆիզիկոսները Ալան Գութը, Մասաչուսեթսյան տեխնոլոգիական ինստիտուտի հետ կապված, եւ Անդրեյ Լինդեն իր լաբորատորիաներով տարբեր ասպարեզներում մեզ առաջարկեցին ինֆլյացիա որպես պարզ հիպոթեզ, որը կարող էր լուծել այդ տվյալային խնդիրները։ Բայց սպասեք։ Մենք չենք կարող պարզապես ընդունել հեղինակության հայտարարությունը։ Մենք պետք է տեսնենք, ինչ տվյալներն են ստիպել նրանց առաջարկել այդ հսկայական վերափոխումը եւ ինչ սահմանափակումներով այն աշխատում է։ Կլասիկ ընդհանուր հարաբերականության լեզուն տալիս է մեկ պարզ, բայց խիստ նախնական ներգործություն։ Երբ մենք հետընթաց ռեժիմով հաշվում ենք տիեզերքի ընդհատումը, տիտանական կոորդինատների տակ ի հայտ է գալիս սինգուլյարություն։ Սա պատկերվում է պարզ պատկերով, տեղորոշում, որտեղ խտության եւ խճճվածության ֆիզիկական չափանիշները աճում են դեպի անվերջություն, եւ օրենքների լեզուն, որին հույս ունեինք, հանկարծ դադարում է։ Պետք չէ ընդունել սա որպես միստիկ սկիզբ, առանց երբևէ փորձել հասկանալ, թե ինչն է այդ վերելքի պատճառը։ Դա միայն ցույց է տալիս, որ մեր հաշվողական լեզուն մի օր կարող է կանգ առնել։ Մշտական խնդիրը տվյալների միանգամայն ակնհայտ մի տարօրինակությունն է։ Տիեզերքի մեծածավալ կառուցվածքը եւ միկրոկիրքի զորացությունը պահանջում են այնպիսի մեխանիզմ, որը կհստակեցնի, թե ինչպես սկսվեց համաչափ տաք միջավայրի վիճակը, որին մենք հիմա տեսնում ենք։ Մեծածավալ դիտարկումները ցույց են տալիս, որ տատանումները փոքր էին, կոսմոլոգիական փոփոխականությունները մեծ չէին եւ զանգվածային կառուցվածքը նես բնականորեն հարթ էր։ Ինչն էր այնպիսի ուժը, որը ոչ միայն սկսեց ընդարձակվել,
այլ այն արեց այսպիսի մի ուղով, որը հանգեցրեց բարձր համամասնություններին և ցածր ֆլուկտուացիաների տեսությանը։ Ահա հենց այս տվյալային անոմալության համար առաջացավ ինֆլյացիայի գաղափարը։ Այս առաջարկը դիտարկեց այն հավանականությունը, որ կարճ, մեծ ու արագ աճի փուլը կարող էր ջնջել նախնական անհավասարությունները և ստեղծել մեր դիտարկվող հորիզոնական հարթությունը։ Այս քայլը ոչ թե մոգություն էր, այլ փորձ լուծել կոնկրետ զանգվածային տվյալների խնդիրները, համագործակցելով հավասարակշռության ու հորիզոնի հարցերի շուրջ։ Սակայն սա հենց այն օրինակն է, որտեղ գիտական հեղինակությունը խիստ կարևոր, բայց միևնույն ժամանակ մեզ պարտադրում է ավելի խիստ քննություն։ Ինֆլյացիան լուծում է 3 զարմանալի հարց։ Այն վերացնում է հորիզոնական խնդիրը, այն կարող է բացատրել տիեզերքի մոտ գծային հարթությունը, և այն կարող է ստեղծել փոքր քվանտային անհավասարակշռություններ, որոնք հետո աճում են և դառնում են գալակտիկաների սերմանման անհավասարակշռություններ։ Այդ քայլերը ֆիզիկապես պարզեցված են, ինչպես թե թեյի բաժակի հզոր եռալը, բուն ինֆլյացիան, նման է մի փոքրիկ ակտի, որը արագորեն մեծացնում է տարածության ծավալը։ Բայց այստեղից մի նոր հարց է բխում. ինչ է լեզուն, որով մենք կարող ենք ասել այս կրակը սկսվեց առաջ չկապված պայմաններից։ Իմաստը չի կորել, բայց պահանջվում է խիստ եզրակացություն, երբ կլասիկ պայմաններն այլոց բավականացուցիվս բավականացուցիչ չեն։ Եկեք հիմա մտաֆանտաստիկ, բայց գիտական մտածողության փորձարկում կատարենք։ Պատկերացրեք, որ դուք կարող եք անցկացնել ճանապարհ դեպի տիեզերքի անհուն հետին կողմը, քայլելով ժամանակի հակառակ ուղղությամբ։ Ձեր քայլերն աստիճանաբար ծածկվում են մի վայրով, որտեղ տարածությունն իր բնույթը կորցնում է, և ժամանակի ֆիզիկայի սովորական ձևը հանկարծ չի ենթարկվում մեկ ընդհանուր բանաձևի։ Մեկ քայլ առաջ, և դուք կտեսնեք, թե ինչպես կլասիկ լուծումները կորցնում են իրենց կիրառելիությունը։ Սա մեզ տալիս է պարզ ցուցում։ Այստեղ է տեղը, որտեղ պետք է ներխուժի ինֆլյացիան կամ նոր ֆիզիկա, լեզուն փոխելու համար։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է զգուշացնենք. ինֆլյացիան ոչ միայն վկայում է լուծումների մասին, այն կատարում է նաև ենթադրություններ, խոշոր լույսի ներքո։ Ֆիզիկոս Անդրեյ Լինդեն առաջարկեց տարբեր ինֆլյացիոն մոդելներ, որոնցից մի քանիսը առաջացնում են մշտական ինֆլյացիա, մի տեսք, որտեղ ինֆլյացիոն պրոցեսը երբեք ամբողջությամբ չի ավարտվում։ Այդ վարկածներում տիեզերքը վերաճում է միլիոնավոր բաբլերի, որոնց յուրաքանչյուրում ֆիզիկայի պայմանները կարող են տարբեր լինել։ Եվ այստեղ արդեն մտնում է բազմաշխարհի պատկերացումը, որը կապակցված է մեր սկզբնական հարցի հետ. հանրածավալ սկիզբ գոյություն ունի, թե յուրաքանչյուր բաբլում էմպիրիկ ենթադրություններն են հավասարակշռվում։ Այստեղ է ժամանակը վերադառնալը BGV թեորեմին, այն պարադոքսը, որը խոսում է սահմանափակության մասին, նույնիսկ երբ շահարկում ես մշտական ինֆլյացիայի տեսությունները։ Ֆիզիկոսներն Արվինդ Բորթը, Ալան Գութը և Ալեքսանդր Վիլենկինը համաձայնորեն ներկայացրեցին այն, ինչը այժմ հայտնի է որպես Բորդ-Գութ-Վիլենկինի թեորեմը, հրապարակվելով 2003 թվականին։ Բայց սպասեք, այս թեորեմը ոչ թե ասում է մեզ պետք է մի գերբնական սկիզբ, այլ ավելի նուրբ բան։ Այն ցույց է տալիս, որ որոշ տրամաբանական պայմաններով, երբ միջին ընդարձակման արագությունը որոշակի դրական արժեք է պարունակում, անցյալը չի կարող լինել անվերջ գեոդեզիկորեն շարունակվող։ Այսպիսով, նույնիսկ այնպիսի աշխարհները, որոնք ընդհատում են շարունակական ինֆլյացիայով, ունեն մի տեսական սահման, որքան էլ ինֆլյացիան ձգի, որոշ իմաստներով չի կարող վերադառնալ անվերջ անցյալին լիովին ազատ բացառություններից։ Շարունակենք, ինչ է հենց այստեղ պնդում BGV-ը և ինչ չի պնդում։ Թեորեմը պնդում է, որ եթե միջին արագության ընդարձակման արագությունը ժամանակի ուղղությամբ որոշակի դրական արժեք ունի, ապա անցյալը գեոդեզիկապես ամբողջական չէ։ Որոշ գեոդեզիկներ չեն կարող անսահմանորեն շարունակվել դեպի անցյալը։ Սա մի կերպ ասում է, նույնիսկ եթե ձեր տիեզերքը շարունակում է ինֆլացնել, որոշ տեսակի վերադարձ չլինելու վիճակ է պահպանվում։ Ենթադրյալ անվերջ վերադարձն անհնար է այդ պայմաններում։ Բայց մի բան BGV-ն չի ասում։ Այն չի հայտարարել, թե ինչ է եղել այդ եզրագծի առաջ, և այն չի խոստանում մեխանիկա, որով սկսվում է քվանտային կամ ոչ կլասիկ ռեժիմը։ Այս տարբերությունն է շատ կարևոր։ Եթե մենք սխալմամբ կարդացինք BGV-ն որպես ֆիզիկայի վերջնական ապացույց, ապա փակվում է հենց այն հարցը, որը պետք է լուծվի։ Թեորեմը բացահայտում է սահմանը, որտեղ պետք է կիրառել նոր կանոններ, ններ, սակայն այն չի փոխարինում այդ նոր կանոնները։ Այստեղ է, որ քվանտայությունն ու մետաֆիզիկական սահմանները ստիպում են մեզ պահանջել նոր հաշվարկային լեզու, որը միավորի լայնացող կլասիկ էվոլյուցիան և քվանտային ֆլուկտուացիաները ամբողջ տիեզերքի մասշտաբով։ Առայժմ ակնհայտ է, մենք ունենք տվյալների առանձնահատկություն և մի թեորեմ, ինչպես նաև իրական ֆիզիկա, որը լցված է անհայտություններով։
Տվյալները ցույց են տալիս, ինչու ինֆլյացիան առաջարկվեց։ Թեորեմը ցույց է տալիս, ինչ սահմաններն ունի ինֆլյացիան որպես ազատ արձակող մեխանիզմ։ Եվ մնացածը, քվանտային տիրույթն ու նաև չափման խնդիրը մնում են բաց։ BGV-ը չի քննարկում քվանտային գրավիտացիայի դերակատարությունը, եւ հենց այդ ոչ նշված մասը այն վայրն է, որտեղ կլասիկ նկարագրությունը դադարում է բավարարել։ Կապող պատկեր։ Մտածեք ձեր կյանքի որոշումների ծառի մասին։ Այնտեղ, որտեղ ինֆլյացիան ու BGV-ն գործում են, ճյուղավորումները ունեն սահմաններ։ Դուք կարող եք գնալ հեռու, բայց մի օր կհասնեք մի կետի, որտեղ հետընթացը չի կարող շարունակվել։ Այս մետաֆորան ցույց է տալիս, թե ինչը պահանջում է քվանտային գրանցումը։ Քանի դեռ չենք հասկանում, թե ինչպես ճյուղերը գծագրված են մի ընդհանուր տեքստում, մենք չենք կարող ասել, թե որտեղից սկսվում է առաջին տողը։ Այժմ մանրամասն ավելացնենք, որտեղ են կլասիկ նկարագրությունները կորում։ Առաջին նշանները հայտնվում են այն պարամետրերի մեջ, որտեղ խտությունը կամ քրվչը հասնում են այնպիսի մեծությունների, որ պայմանները, որոնցով խոսում ենք ժամանակի մասին, այլևս չեն գործում։ Մեկ այլ կոնկրետ ցուցիչը այն է, երբ հորիզոնական չափումները ընկնում են պլանկյան չափերի մոտ, այնպիսի մասշտաբներ, որտեղ պետք է հաշվել քվանտային պրոցեսները, ինֆորմացիան եւ հարաբերականությունը միաժամանակ։ Եթե ֆիզիկական չափը մոտենում է պլանկյան չափին, կլասիկ նկարագիրը կորցնում է կիրառելիությունը։ Այստեղ է այն, ինչ մենք կոչում ենք կլասիկ բնորոշման ավարտ։ Երկրորդ աղբյուրը։ Մենք ունենք ֆենոմեններ, որտեղ դեկոհերենցիան, այն մեխանիզմը, որը նկարագրում է ինչպես քվանտային վիճակները կորցնում են ինտերֆերենցիան միջավայրի հետ, ինքնին դառնում է անբավարար։ Դեկոհերենցիան բացատրում է, թե ինչպես կլասիկ աշխարհը կարող է առաջանալ, սակայն այն չի ասում, ինչ է որոշիչը հենց այն պահին, երբ միավորականությունը վերափոխվում է, դարձնելով անհատական ճյուղեր։ Եվ այստեղ պետք է մտնենք քվանտային ավելի բարդ ռեժիմներ։ Հնարավոր է նոր ինֆորմացիոն կանոնակարգերով, որտեղ միավորականությունն ու քվանտային գեոմետրիան կրկին հանդիպում են։ Երրորդը, չափման խնդիրը ավելի ծանր է դառնում, երբ մենք խոսում ենք բազմաբնութային տիեզերքների մասին։ Եթե ունենք անկանխատեսելի քանակ տարբեր բաբլերի կամ ճյուղերի, ապա հարցն է, ինչպես հաշվենք հարաբերական հավանականությունները։ Սա ոչ մի պարզ հաշվարկ չէ, այլ ֆունդամենտալ հարց։ Այն խախտում է մեր սովորական պրոբաբիլիստական լեզուն եւ ստիպում է մտածել նոր մաթեմատիկայի կամ նոր չափման, ինչպես հաշվարկել հարաբերականությունը։ Հետազոտական փորձարարական կողմը նույնպես ունի իր անցքերը։ Քանի դեռ մենք չունենք կոնկրետ փորձեր, որոնք կարող են տարբերակել ինֆլյացիոն տեսակները կամ BGV-ի ենթադրությունները, շատ բան մնում է տեսական։ Քվանտային գրավիտացիայի փորձարարական հետքեր կարող են երևալ CMB-ի անոթագծերում, քվանտային մշակված հետևանքներում կամ ֆոնային գրավիտացիոն ալիքների նրբերանգներում, բայց այս ճանապարհը դեռ ընթանում է։ Մեր նպատակը պետք է լինի համառ, ցույց տալ, թե ինչպիսին կարող են լինել տարբեր կանխատեսումները եւ գտնել այն ինֆորմացիան, որը կարող է մեզ դրդել մի ուղղություն կամ մյուսը։ Մինչդեռ BGV-ն մնում է որպես հուշում, որ կլասիկ պատմությունը մի օր ավարտվում է, բայց այն չի տալիս ավարտի պատմությունը։ Թվում է, թե բոլոր այս մեծ բառերը ուղղակիորեն անդրադառնում են ձեր առօրյա գաղափարին, մեկ այլ տիեզերքում դու այլ ընտրություն ես արել։ Ֆիզիկայում էպիլոգեզ ու ճյուղավորում կարող են լինել իրական ենթադրություններ, բայց նրանք չեն տալիս պատասխան, ինչն է այդ առաջին պայմանը։ Եթե ինֆլյացիան կարող է ստեղծել բազմաբաբլային իրականություն, եւ BGV-ն ասում է, որ այն դեռ պետք է ունենա անցյալային սահման, ապա մեր խնդիրը փոխվում է։ Մենք պետք է գտնենք ոչ միայն ինչից սկսվեց ինֆլյացիան, այլ եւ այն ֆիզիկան, որը թույլ է տալիս այդ խափանումները լինել հնարավոր։ Այդտեղ է առաջանում կողմնորոշիչ հարցը, որը ստիպում է մեզ վերադառնալ սկզբնական խնդիրին։ Պետք է հասկանանք, ինչպիսի տեսանկյուն ունի միավորականությունը եւ քվանտային գրավիտացիան եւ ինչպես դրանք փոխազդում են ինֆլյացիոն պայմաններում։ Կլինեն արդյոք փորձեր, որոնք կարող են պարզ ցույց տալ այդ փոխազդեցությունը, կամ մեզ մնում են հեռանկարային մոդելների եւ փիլիսոփայական ենթադրությունների դաշտը։ Լուծումը պահանջում է ոչ միայն մաթեմատիկական աշխատանք, այլև փորձարարական հանճար, որը կհասնա այն միկրոնշաններին, որոնք այսօր մեզ անտեսանելի են։ Մտական փորձ։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք մի բաբլի եզրում, որը ինֆլյացիայով ծնվել է, եւ առջևում մի սև պատ կա, այն կողմը ոչինչ չի հիշվում։ Եթե դուք նայում եք այդ պատին եւ հարցնում, ինչ կա դրա մյուս կողմում, ֆիզիկան առանց լրացուցիչ տվյալների չի պատասխանի։ BGV-ն կարող է ասել միայն, որ գոյություն ունի սահման, բայց ոչ թե այն, ինչ այնտեղ է։ Այս անորոշությունը չի կանչում մեզ հուսահատության, այլ հրավիրում ազդեցության աշխատանքին։ Այն ցույց է տալիս, որտեղ է մեր գիտելիքի եզրը
եւ որտեղ պետք են նոր մոտեցումներ։ Մեր հաջորդ քայլը պետք է լինի երկակի։ Առաջինը՝ ճանաչել կլասիկի սահմանները զգուշավորությամբ եւ չվերադասել հեղինակությունը որպես վերջնական ճշմարտություն։ Երկրորդը՝ կառուցել կոնկրետ ֆիզիկական եւ փորձարարական ծրագրեր, որոնք կարող են քննարկել այն վայրերը, որտեղ այդ սահմանները ենթադրում են փոփոխություն։ Տրանսֆորմացիան պահանջում է տեսական ճկունություն եւ փորձարարական համարձակություն, տեսնելու այն ուղիները, որտեղ տիեզերքի սկիզբը եւ նրա վերացական բնութագրերը կապված են կոսմոլոգիական միավորների եւ քվանտային նոր կանոնների հետ։ Եվ մենք պետք է ի վերջո հարցնենք. ո՞րն է գիտության նպատակը այս խաղում։ Եթե նպատակն է բացահայտել ճշմարտությունը, որքանով որ հնարավոր է, ապա BGV-ն, ինֆլյացիան եւ քվանտային ռեժիմները պետք է լինեն մեր ուղեցույցները, ոչ թե արդարացուցիչներ, որոնք խեղաթյուրում են հետագա աշխատանքը։ Այս երեք բաղադրիչները մեզ տալիս են փոքր քարտեզ, որտեղ է գիտության տեսադաշտը անորոշ եւ որտեղ պետք է ավելի խորանալ։ Այս պատմությունը դեռ չի ավարտվում։ Այն ընդհակառակը սկսում են նոր շարք հարցերից, որոնք մեզ հրավիրում են չխուսափել։ Մի կողմում ունենք տվյալների անոմալիան, որը պահանջեց ինֆլյացիան։ Մյուս կողմում BGV-ն, որը սահման է դնում ինֆլյացիոն հեռանկարներին, եւ նրանց մեջ քվանտային ճշգրտությունները, որոնցից կախված է հետագա գիտելիքը։ Մոտ կամ հեռու ապագայում մեկը, որը կարող է հասկանալ այս հարցի պատասխանը, չի լինելու միայն տեսական ֆիզիկոսը, այլ նաև այն մեկը, ով համարձակություն կունենա միավորել տեսականությունը փորձի հետ։ Եվ մինչ մենք սպասում ենք բացկեք այդ միությանը, թող պատկերացնեք, որ ձեր ընտրությունների ծառը անընդհատ աճում է, եւ յուրաքանչյուր ճյուղի հիմքում գտնվում է մի օրենք, որը դեռ լիովին պարզ չէ։ Դուք բնականաբար սկեպտիկ կերպով կնկատեք, նման տեսական առաջարկներ տիեզերք առանց սահմանի, տիեզերքի ծնունդը ոչնչից, հաճախ լսվում են որպես գրավչական մետաֆորներ, նույնիսկ երբ դրանց հիմքում խտացած մաթեմատիկա է։ Ձեր հարցը կլինի, ինչ փորձը կա, եւ արդյոք սա լեզվական շփոթ չէ իրական ֆիզիկայի հետ։ Այս սկեպտիցիզմը մենք ընդունում ենք որպես աշխատանքային հենք, ոչ որպես խոչընդոտ, այլ որպես պահանջ, բացահայտել դրանք ճշգրիտ տվյալները, որոնք խնդիր են դարձնում մեր միտքը։ Առաջին նպատակն այս բաժնում ցույց տալ, ինչ են առաջարկում երկու կոնկրետ մոդելներ եւ ինչ հարցեր մնում են բաց։ Ֆիզիկայում սկսելը հաճախ չէ, որ համարվում է ժամանակի մի պարզ նշանակման հարց։ Կան առաջարկներ, որ ժամանակի սկզբը կարող է լինել մեկ այլ տեսակի հանգույց, ավելի նման մակերեսի փակման, եւ սա է Հարթլ-Հոքինգի No Boundary գաղափարը։ Ֆիզիկոս Ջեյմս Հարթլը եւ Սթիվեն Հոքինգ առաջարկեցին No Boundary Proposal-ը, որը հրապարակվեց 1983 թվականին։ Նրանց ինտուիցիան այն էր, որ եթե ժամանակը փոխակերպենք այնպես, որ այն նմանվի տարածության մեկ ուղղությանը, ապա սկիզբը կարող է փակվել, ինչպես գնդի մակերեսը, առանց եզրերի կամ singularities։ Պատկերացրեք երկրի մակերեսը։ Չկա կտրուկ եզր, ամեն տեղ շարունակություն կա։ Հարթլ-Հոքինգը ասում է, հնարավոր է, որ տիեզերքի առաջին պահերը նման լինեն այդ տեսքին, ժամանակային գնդի մի հատվածի նման, որը դեպի անցյալը պարզապես չի շարունակվում սահմանի միջոցով։ Նրանց ֆորմալ շերտը կառուցվում է ուղիների ամբողջական համադրման մոտեցմամբ, որը քվանտային ֆիզիկայում հաշվարկում է բոլոր հնարավոր ճամփաները, որոնք տանում են մեզ մինչ օրս տեսած մեծածավալ, հարթ եւ ընդարձակ տիեզերքին։ Հարթլ-Հոքինգի No Boundary-ը չի հայտարարում, թե երբեք ամեն ինչ նույնի նման եղավ։ Այն առաջարկում է կոնկրետ սկզբնական վիճակի օղակ, որը ֆիզիկապես նշանակում է ընտրել այնպիսի երկրագնդային կոմբինացիաներ, որոնք համադրվում են առանց կտրուկ եզրերի։ Այս ինտուիցիան նույնպես պահանջում է զգուշացում, որովհետև հաշվարկները կարող են շատ նուրբ կախված լինել դաշտային կոնֆիգուրացիաներից եւ ճանապարհային ինտեգրալների մանրամասներից։ Մի պահ պատկերացրեք, որ գիտական ինստիտուտը կարող է իրականացնել փորձ, որը մեզ կտա տվյալներ, որոնց վրա կարող ենք համադրաբար դատել սկզբնական վիճակների միջև։ Երբ տիեզերական չափիչները սկսեցին չափել միկրոձևաչափային խախտումները, մենք առաջին անգամ ունեցանք տվյալներ, որոնք կարող էին էապես սահմանափակել տեսական ազատությունը։ Քոբը, W-Map-ը եւ Planck-ը մեզ բերեցին CMB-ի բարձր ճշտության քարտեզներ, որոնք ոչ թե ապացուցեցին մի կամ այլ տեսությունը, այլ սահմանեցին տեսականության ազատության տարածքը, համաձայն մեր դիտարկումների հետ։ Հարթլ-Հոքինգի ֆորմալիզմը wave function-ի տեսքով տալիս է բաշխումներ տարբեր երկրագնդերի վրա, սակայն այդ բաշխումը չի թողնում անմիջապես պարզ կանոն, ինչպես այն վերածել փորձարարական հաշվարկների մեր դիտարկումների մասին։ Այսպես, նույնիսկ No Boundary-ը ստիպում է մեզ կանգնել խնդրի առաջ։ Ինչպես վերածել այդ հաշվարկները իրական դիտարկումների հավանականությունների։ Այստեղ դեկոհերենցիան է կարևոր։
Երբ ուղիների համադրման հաշվարկը տալիս է հավանականությունների բաշխում, դեկոհերենցիան է այն պրոցեսը, որը թույլ է տալիս այդ բաշխումներին կայունանալ փորձարարական իմացության մեջ, այնպես որ տարբեր ճյուղերը չեն միջամտում մեկը մյուսին։ Վոյչեխ Զուրեկը իր աշխատանքներով ներկայացրել է, թե ինչպես միջավայրի փոխազդեցությունը արդյունավետորեն ընտրում է մի բազիս, որի շուրջ դասավորվում է մեր կլասիկ աշխարհը։ Սոցիոփիլիսոփայական առումով սա չի փոխում Հարթլ Հոքինգի ընդհանուր սխեման։ Այն ցույց է տալիս, թե ինչպես հաշվարկները կարող են ներկայացնել ճանաչելի պատմություններ կապված միջավայրի ազդեցության հետ։ Փոխանցում դեպի Վիլենկին։ Ալեքսանդր Վիլենկինը առաջարկեց Tunneling Proposal-ը, որը հրապարակվեց 1982 թվականին։ Նրա մոտեցումը պատկերացնում է տիեզերքը որպես արդյունք քվանտային թունելավորման, ոչինչից դեպի փոքր, բայց ընդլայնվող խնդրայով։ Պատկերացրեք փոքր մասնիկ, որը թունելացնում է էներգետիկ պատը եւ հայտնվում այլ ճակատում։ Նույն կերպ մի փոքր բույր տարածություն կարող է թունելացնել դեպի լայնացող վիճակ, որը հետո ինֆլյացիա է սկսում։ Վիլենկինի մոտեցումը տարբեր եզրային պայմաններ է պահանջում, քան Հարթլ Հոքինգը։ Նրա հաշվարկները հաճախ տվեցին ավելի մեծ հավանականություններ այն սկզբնական պայմանների համար, որոնք առաջացնում են արդյունավետ ու երկար ինֆլյացիա։ Այս տարբերությունը էական է, քանի որ ինֆլյացիայի տևողությունն ու ուժը որոշում են, թե ինչ տեսքով են այսօր հայտնվում CMB մազրակրկիտ հատկանիշները։ Հարթլ Հոքինգը մոտենում է խնդրին որպես ուղիների ամբողջական համալրում, որտեղ միջինը կարող է լինել ավելի հավանական, մինչդեռ Վիլենկինը կենտրոնացած է կոնկրետ պրոցեսի վրա, Quantum Tunneling-ի վրա, որը տալիս է այլ սկզբնական բաշխումներ։ Այս պատճառով նրանց կանխատեսումները այս կամ այն ինֆլյացիոն պայմանների վերաբերյալ կարող են հակասական լինել։ Եթե թունելման մոտեցումը ճիշտ է, ապա մեր չափումները CMB-ում պետք է ցույց տան որոշակի արտահայտություններ։ Օրինակ, մի փոքր այլ մասշտաբային կախվածություն կամ տարբեր տեսակի անոմալ ցուցանիշներ։ Պլանկ-ի տվյալները 2013 թվականին պահպանեցին ինֆլյացիայի հիմնական կանխատեսումները, փոքր մոտից գլենդային մոդելները նախընտրող արդյունքներով։ Այս տվյալները չեն սպանում ոչ մեկը ոչ մյուսը, բայց նեղացնում են այն մոդելների տարածքը, որոնք կարող են մնալ համաչափ մեր դիտարկումներին։ Վերջնական 6 գործոնը, այն հարցերը, որոնք մնում են բաց։ Առաջինը, probability problem-ը։ Եթե բոլոր հնարավոր ճյուղերը մի կերպ իրականանում են կամ ճանապարհները ունեն իրենց տեղը, ապա ինչպես ստանալ կոնկրետ հաշվարկ, որը մեզ կհուշի մեր տեսած իրականության հավանականությունը։ Դեվիդ Դեվիդչը եւ Դեվիդ Վոլեսը փորձեցին մոտենալ այս խնդրին տեսական մեխանիզմներով, բայց ընդհանուր ընդունված լուծում չի գտնվել։ Սա նշանակում է, որ նույնիսկ առավել ֆորմալ քայլերը չեն տալիս անմիջապես մեզ ծանոթ հավանականության լեզուն։ Մյուս բաց հարցը՝ preferred basis խնդիրը։ Երբ wave function-ը կամ tunneling-ը տալիս են ճյուղեր, անհրաժեշտ է ֆիզիկական պատճառ, որը որոշում է ինչ հատկանիշներով այդ ճյուղերը տարբերակվում են։ Դեկոհերենցիան տալիս է տեխնիկական պատասխաններ, բայց այն կախված է միջավայրից, եւ միջավայրի ընտրությունը երբեք ինքնուրույն ստանդարտ չունի, այն պետք է ընտրվի կոնկրետ պայմաններով։ Կոսմոլոգիական բազմաշխարհների չափման խնդիրը մնում է։ Երբ մոդելները ենթադրում են շատ կամ անսահմանափակ բաբլեր, ինչպես ենք համեմատում դրանց հարաբերական քանակները կամ մասը, ըստ որի պետք է հաշվենք հավանականությունը։ Սա ուղիղ առնչվում է այն հարցին, թե որքան է իրական ընտրությունը ձեր կամ իմ կյանքի համար, եւ այսպիսի հաշվարկի ընդունված լուծում չի կա։ Հարթլ Հոքինգը ու Վիլենկինը չպետք է ընկալվեն որպես վերջնական մրցակիցներ։ Նրանք տարբեր փորձեր են ցույց տալու, թե ինչպես կարող է լինել սկիզբը։ Եթե գիտականորեն մոտենալու ենք խնդրին, պետք է համադրել տեսական հաշվարկները, ճշգրիտ տվյալները եւ նոր սինթեզ, որը թույլ կտա միավորել ճանապարհային ինտեգրալների եւ թունելավորման լեզուները, համատեղ բենչմարքի տակ։ Պատկերացրեք, որ էջերերը պատմությանն են ծալված բոլոր հնարավոր տարբերակներով։ Հարթլ Հոքինգը ասում է, որ ծալքը հղկված է առանց կտրուկ եզրերի։ Վիլենկինը, որ էջերից մեկը պոկվել եւ թռել է առաջ։ Երկուսն էլ պատկեր են տալիս, բայց ոչ այն պարզ պատասխանը, որը կարող է ուղղակիորեն կիրառվել առօրյա ընտրության մեջ։ Փորձարարական ուղիները, որոնք կարող են մոտեցնել մեզ տարբերակմանը, կապված են թաքնված նշանների որոնման հետ։ Յուրաքանչյուր նոր ճշգրիտ չափում CMB գրավիտացիոն ալիքների կամ վաղիկ կառուցվածքների մասին կարող է աստիճանաբար երևալ մոդելներին հատուկ մատնանշումներ։ Փորձը դեռ չի տվել մի եզրակացիչ արդյունք Հարթլ Հոքինգի եւ Վիլենկինի միջև, բայց յուրաքանչյուր նոր տվյալ կարող է դուրս բերել նրանց ֆինգերփրինտները։
Այսպիսով, տեսականության սահմանափակությունները պետք է ընդունվեն ոչ որպես թերություններ, այլ որպես քարտեզի եզրեր։ Հարթլ Հոքինգը եւ Վիլենկինը մեզ տալիս են սահմաններ, որտեղ ֆիզիկան շարունակում է խոսել եւ որտեղ սկսվում է երկխոսությունը։ Նրանցից յուրաքանչյուրը բացահայտում է մասշտաբային ճշգրտումներ, բայց ոչ ամբողջական պատկերը այն մասին, թե ինչ է տեղի ունեցել առաջին պահին, երբ բառը առաջին կորցնում է իր իմաստը։ Վերջում մի կինեմատիկ պատկեր։ Դուք կանգնած եք ճանապարհների խաչմերուկում, ձեր ընտրություններն ուղիներ են։ Հարթլ Հոքինգը ասում է, խաչմերուկը փափուկ փակվում է անցքով դեպի անցյալ։ Վիլենկինը, որ երբեմն խաչմերուկում տեղի է ունենում կտրուկ թռիչք, որից ծնվում է նոր ճանապարհ։ Երկուսն էլ ճիշտ են իրենց լեզվով, բայց աշխատանքը դեռ սկսվում է։ Հաջորդ բաժնում պետք է խոսենք, թե ինչ է նշանակում դուք այդ ճյուղերից մեկում եւ ինչպիսին է ինքնությունը, պատասխանատվությունը եւ փորձը, երբ ֆիզիկան շարունակում է բազմապատկել աշխարհները։ Ձեզնից հենց հիմա սկսվում է պատմությունը։ Դուք այնտեղ եք, նստած, շնչում, հետևում այս բառերին, եւ այդ նույն պահը ֆիզիկայում նույնպես կարող է ընկալվել որպես մի առանձնահատուկ ճյուղում գոյություն ունեցող իրադարձություն։ Դուք դա զգում եք որպես միակ այս պահին ընթացող իրողություն։ Ֆիզիկայում այդ միակությունը հարցականի տակ է դրվում։ Միաժամանակ մեր լավագույն մաթեմատիկական նկարագրությունները հաճախ արտացոլում են իրականության այնպիսի մոդելներ, որտեղ այստեղ եւ հիմա մի կողմ է թողնում, եւ այդ ամենը էապես բարդացնում է կանխատեսումների իմաստը։ Այս հենց հիմա հուզմունքը հենց այն կապն է, որը դառնում է մեր լարումը, երբ քննարկում ենք բազմաշխարհի կոնցեպցիան ու դրա հետևանքները կանխատեսողականության համար։ Մեքենայի քաոսը չես տեսնում։ Մեր անապատային պատկերացումն այն է, որ ինֆլացիոն մոդելը ստեղծում է անվերջ տարածություններ, փուչիկների նման բաբլեր, որոնց մեջ ծնվում են տարբեր ֆիզիկա ունեցող տիեզերներ։ Ալան Գութը, Միթի հետազոտողը, եւ Անդրեյ Լինդեն, Ստենֆորդի հետազոտողը, մշակեցին առաջարկներ ինֆլացիայի վերաբերյալ, որոնք հանգեցին դեպի այս եզրափակում չունեցող արտադրություն գաղափարին։ Եվ այստեղ առաջանում է խորհրդավոր հարցը. եթե տիեզերքները շատ են կամ անհամար, ապա ինչպես քաշել հավանականություններ, ինչպես ասել, որ մեր արտառոց դիտարկումը ավելի հավանական է, քան որևէ այլ ուշագրավ դիտարկում։ Հարցի անունը գիտնականների լեզվով է մեթրի խնդիրը, եւ այն հարվածում է կանխատեսումների ինքնին հիմնավորմանը։ Մեթրի խնդիրն էլ ավելի խիստ է, երբ փորձենք այն կապել կոնկրետ հաշվարկների հետ։ Ինֆլացիոն հաշվարկները սովորաբար ենթադրում են ծավալային չափման պահվածքներ։ Դուք կարող եք փորձել հաշվել, քանի տոկոսը տիեզերքների ունի այս կամ այն առանձնահատկությունը ըստ ծավալի կամ ըստ ժամանակի։ Բայց երբ ունենք անվերջո ծավալներ, այդ տոկոսի գաղափարը կորցնում է բուն երկրաչափությունը։ Որ կտրողը օգտակար է։ Proper time cutoff, scale factor cutoff, causal patch cutoff։ Յուրաքանչյուրն ավտորավոր օրինակ է հաշվարկային զտիչների, այսինքն տարբեր բանաձևեր են, նշելու, թե հաշվարկների մեջ ինչպիսի ժամանակային կամ ծավալային հատվածներ են զգվում եւ արդյունքում տալիս են տարբեր թվեր։ Այս տարբերությունների ազդեցությունը երբեմն այնքան մեծ է, որ նույն հիմանական մոդելի ներսում առաջանում են մխիթարիչ հակասություններ։ Գիտական կանխատեսումը սկսում է կախվել ոչ այնքան դիտարկվող ֆիզիկայից, որքան նրանից, թե որոնք ռեգուլյացիոն կանոններ եք ձեր հաշվարկում ներմուծում։ Մեթրի տարբեր առաջարկների միջև բախումը ունի կոնկրետ անուններ, Այնաստանի երիտասարդության հակասություն եւ մեծ թվերի նախապատվությունը երևույթներ։ Որոշ ռեգուլյացիաներ ասում են, որ դուք պետք է մեծ նշանակություն տվեք նոր երիտասարդ բաբլերին եւ ամբողջ հաշվարկը փոխվում է։ Ռաֆայել Բուշոն եւ Ալեքսանդր Վիլենկինը, Վիլենկին Թավցի համալսարան, առաջարկել են causal patch մոտեցումներ, սահմանափակելու հաշվարկների ազատությունը եւ վերադարձնելու որոշակի կանխատեսելիություն։ Մյուսները փորձել են կառուցել սահմանափակ կետային մետրիկներ, որոնք ըստ նրանց հստակեցնում են, թե ինչ է հավանականությունը։ Բայց բոլոր այդ լուծումները փոխարինում են մեկ անհամապատասխանությունը մյուսով։ Դուք գնում եք մեկ քայլը, բայց նույն պահին ծագում է նոր հարց. ինչու հենց այդ ռեգուլյացիան եւ ոչ մյուսը։ Եվ այստեղ է, որ մեթրի խնդիրը փոխվում է։ Այն դառնում է ոչ միայն մաթեմատիկական անհարմարություն, այլև գիտական կոնսիստենցիայի թեստ։ Քննարկման մեջ հայտնվում է մի երկրաչափական էպիստեմոլոգիական քննություն։ Որոնք են հետևանքները, եթե մենք ընտրենք այս կամ այն հաշվարկային կանոնը։ Փորձեք փոխարինել մակրոալգորիթմը եւ դիտեք, ձեր կոսմոլոգիական կանխատեսումները կարող են շրջվել այնպիսի աշխարհում, որտեղ կյանքի հավանականությունը կամ կենսաբանական տիպերը կարող են իրապես փոխվել։ Այս ճգնաժամը մեզ ստիպում է հարցնել. որտեղ է չափահաս գիտական պատասխանատվությունը։
Արդյոք մեր նպատակն է գնալ դեպի լավագույն մաթեմատիկական ճշգրտություն, թե դեպի այնպիսի կանոն, որը ամենալավ բացատրում է մեր սեփական դիտարկումները։ Այստեղ է տեղը, որտեղ հայտնվում է Boltzmann միտերի, Boltzmann brains խնդրի կորիզը։ Պատկերացրեք տաք կայուն դեսիտեր տարածություն, որտեղ քվանտային և թերմալ ջերմ ֆլուկտուացիաները շարունակական են։ Լյուդվիգ Բոլցմանը իր շարադրանքներում պատկերացրեց այնպիսի վիճակներ, որտեղ անհավանական, սակայն հնարավոր ֆլուկտուացիաները կարող են ժամանակավորապես կազմովարել ճշգրիտ կարգավորումներ, անգամ ամբողջ համակարգային կյանքի նման նմուշներ։ Ժամանակակից կոսմոլոգիական հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ձեր մետրիկը թույլ է տալիս անվերջ ժամանակ կամ տարածություն, այդ հազվադեպ ֆլուկտուացիաները, նույնիսկ շատ քիչ հաճախ, կարող են ծննդաբերել լրիվ դիտորդների տեսակներ, օբզերվերսների այնպիսի տեսակներ, որոնք ի հայտ են գալիս ոչ թե զարգացման, այլ ֆլուկտուացիայի պատճառով։ Հետևյալ է էականը. Եթե ձեր մոդելը ավելի հաճախ է արտադրում Բոլցման միտեր, քան սովորական աստղային կյանքի արդյունքը, ապա մոդելը կանխատեսում է, որ օբզերվերսների մեծամասնությունը կլինեն այդ հազվադեպ պարզ ու զարմանալի նմուշները, ոչ այն օբզերվերսները, որոնք մենք զգում ենք։ Մարդկանց թվում է սարսափելի, եւ այդպիսին է պատճառը։ Դեյվիդ Լինդլինդենը եւ Ալեքսանդր Վիլենկինը, ինչպես նաեւ Դոմ Պեյջը եւ Սփիրիդը առաջարկել են տարբեր ցուցանիշներ այս վերարտադրող խնդրից խուսափելու համար։ Օրինակ, որոշ մետրեր, որոնք սահմանափակում են այն, թե որքան երկար ժամանակահատվածի վրա են հաշվում դիտարկումները, կարող են թուլացնել Բոլցման միտերի գերակշռության շարժառիթը, արգելափակելով երկարատև ժամանակները, որտեղ հազվադեպ ֆլուկտուացիաները կընդգծվեն։ Բայց այդ լուծումները հաճախ գալիս են հետագա գիներով։ Դրանք կամ պահանջում են տեսական հավելյալ հիմնավորում, կամ փոխարինում են մեկ տեսակի անհամապատասխանությունը մյուսով։ Այսինքն, կրկին առաջանում է հարցը. արդյոք մենք պարզապես տեղավորում ենք թխումը մեր մաթեմատիկական բաղադրության մեջ։ Միջնակարգ փորձը այս հարցերին տալիս է կարևոր ինֆորմացիա։ Ֆիզիկոս Հենդրիկ Կազիմիրը իր 1948 թվականի կանխատեսմամբ Ֆիլիպսի լաբորատորիայում ցույց տվեց, որ վակուումը ոչ միայն ազատ տարածություն չէ, այլ ունի ֆիզիկական ազդեցություններ, որոնք հնարավոր է չափել։ Այդ լուրջ նախնական արդյունքները փորձարարականորեն ճշգրտեց Մես Սպարնայը 1958 թվականին, եւ դրանք ցույց տվեցին, որ ակտիվ վակուումը ֆիզիկապես հարուստ է։ Մի հնարավորություն, որը կապում է մեր մտածումները թաքնված ֆլուկտուացիաների գաղափարին։ Այս կապից կարող ենք տեսնել լոգիկան։ Եթե վակուումը հարուստ է ֆիզիկապես, ապա հավանականությունների հաշվարկն սկսում է բուծել օբզերվերսների զարմանալի տեսեսակներ, ներառյալ Բոլցման միտերը։ Այս հարստությունը չի թողնում մեզ մաքուր անսահմանության մասին հանգիստ պատասխաններ տալ առանց լոգիկական ռեգուլյացիայի։ Բոլցման միտերի հարցը ոչ միայն մտածածին սպառնալիք է, այն դարձել է ներքին կոնսիստենցիայի քննություն։ Եթե ձեր տեսությունը ասում է, օբզերվերսների մեծամասնությունը կլինի զուտ ֆլուկտուացիայի արդյունք, ապա այն հակասում է մեր գիտական ինտուիցիային։ Մենք տեսնում ենք հանրային երկարատև պատմություններ, ոչ հանկարծակի եւ անհասկանալի հիշողություններով օղակված առանձին կառույցներ։ Եթե մոդելը չի կարող տարբերել բնական զարգացման արդյունք օբզերվերսներին Բոլցման միտերից, ապա դրա կանխատեսողականությունը սահում է։ Գիտությունն այստեղ պահանջում է ոչ միայն համարժեք մաթեմատիկա, այլև ներքին հնձնարարություն։ Մոդելը պետք է կարողանա ապահովել, որ հաշվարկված օբզերվերսները նման են մեզ։ Մոռացեք մի պահ մեծ բառերը։ Հարցը այսպիսին է. ինչով ենք վստահ, որ ձեզնից մեկը շրջապատված է կայուն պատմությամբ, ոչ թե իր տեսած հիշողություններն անընդհատ արտադրվող նմուշներից։ Եթե տեստ թեորիա չի խստորեն տարբերակում օբզերվերսների տեսակները, ապա այն չի կարող ընդունվել որպես գիտական ճշմարիտ ճառագայթ։ Այս խնդրի դեմ մի ուղի է խստացնել մաթեմատիկան, ավելացնել ֆիզիկական պրոցեսներ, որոնք կանխարգելում են Բոլցման միտերի արտադրումը։ Մյուս ճանապարհը ցույց տալ, որ մեր չափման կանոնները բնականաբար գերակշռում են բնական օբզերվերսիներ, անգամ անվերջության առկայության պայմաններում։ Բայց այս ուղիները պահանջում են ծանր տեսական հիմնավորում եւ ճշգրիտ հաշվարկներ։ Այս ամենից բխում են 3 ռազմավարություններ, որոնց մեջ կա փիլիսոփայական լեցունություն։ Առաջինը՝ ռեգուլյացիա, մեղծում։ Գիտնականները առաջարկում են կոնկրետ զտիչներ կամ կաթոֆները, որպիսի հաշվարկները կայունանան։ Այս մոտեցումն ունի իր ուժը։ Այն տալիս է հաշվարկելի թիրախներ եւ հնարավորություն համեմատելու մոդելները փորձերի հետ։ Սակայն խնդիրը մնում է, ինչով է հիմնավորված հենց այն ռեգուլյացիան։ Ինչու ենք ընտրենք հենց այն կաթոֆը, ոչ մյուսը։ Այս հարցը հաճախ կրկնապատկում է ընտրության հիմնադրույթները տվյալ տեսությանը մեջ։ Երկրորդը՝ ֆիզիկական կանխորոշում։
Սա չի փնտրում միայն մաթեմատիկական լուծումներ, այլ փորձում է գտնել ֆիզիկական պրոցեսներ, որոնք մուլտիվերսում կկանխեն Բոլցման միտերի գերակշռությունը։ Այստեղ մտնում են գաղափարներ, vacuum decay-ը, լրացուցիչ ֆիզիկա, որը կկրճատի ուղիների կյանքի տևողությունը կամ կխափանի երկարատև կայուն վիճակները։ Ալան Գութը եւ Ալեքսանդր Վիլենկինը երկուսն էլ առաջարկել են, որ իրական ֆիզիկական ալգորիթմները կարող են որոշ չափով մեղմել այդ հակասությունները։ Բայց այս մոտեցում ունի պահանջը՝ հավելյալ ֆիզիկական փաստարկներ եւ փորձարկումներ։ Երրորդը՝ ontological-ը կամ օնտոլոգիական հրաժարումը, ավելի ծայրահեղ է։ Այն ասում է, հնարավոր է, որ բազմաշխարհը պատկերի միայն մասը լինի, եւ թե պետք է փնտրել այլ տեսություններ, որոնք վերացնելով անսահմանագիտությունը վերադարձնեն միակ իրականություն։ Օրինակ, GRW collapse մոդելները առաջարկում են նոր դինամիկա, որը կարող է կործանել որոշ ճյուղեր եւ դրանով վերացնել անհամարությունների անխտությունը։ Այս տեսքը կարող է վերադարձնել մի միայնակ իրականություն, որի հաշվարկները հեշտորեն կանոնակարգվում են եւ das predictive։ Սակայն այստեղ հարցը դարձավ. արդյոք մենք չենք կորցնում էքսպլանատորին եւ արդյոք չենք լցնում նոր փորձագիտական բեռներ, համապատասխանելու այդ նոր դինամիկային։ Թվարկված 3 ճանապարհները կարելի է համեմատել ըստ հաշվարկելիության, հիմնավորման եւ փորձարարական հետեւողականության։ Ռեգուլյացիան հստակ հաշվարկելի է, բայց հաճախ առանց խոր հիմնավորման։ Ֆիզիկական կանխորոշումը նվիրվել է էքսպլանատորիին, բայց պահանջում է նոր ֆիզիկա եւ փորձեր։ Ontological E հրաժարումը տալիս է պարզ պատասխաններ, սակայն փոխարինում է բազմաշխարհի հարուստ պատկերացումները այլ ավելի նեղ մոդելներով։ Այս համեմատությունը ցույց է տալիս, ոչ մի ճանապարհ ամբողջությամբ չի ազատում մեզ խնդրից, կանխատեսումների ճշգրտության վերականգնման պահանջից։ Մինչ մենք փորձում ենք գտնել մեծ լուծումը, պետք է հստակ խոսել այն մասին, թե ինչ չի նշանակում անսահմանությունների առկայությունը որպես պարզ բացատրում։ Այն, որ գոյություն ունի անվերջ տարբերակների սպեկտր, չի նշանակում, որ ստացվել է գիտական բացատրություն։ Դա նման է գրադարանին, բոլոր հնարավոր գրքերի կատալոգին։ Խնդիրը մնում է, ինչու հենց դուք այս ընթերցողը հայտնվեցիք այս կոնկրետ գրքի մոտ։ Երբ ինչ-որ մեկը ասում է ամեն ինչ տեղի է ունենում, նա ոչինչ չի նշում այն մասին, թե ինչու հատկապես այն բաներն են, որոնք մենք տեսնում ենք։ Գիտական բացատրությունը պահանջում է պատճառների եւ հավանականությունների կոնցենտրացիա։ Այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են հաշվարկել իմաստ ունեցող փորձարկվող արդյունքներ։ Բազմաշխարհի առատությունը կարող է դառնալ գործիք, բայց այն երբեք չի կարող ինքնությունաբար պետք է վերջնական պատասխան։ Բազմազանություն ինքնին չի որոշում չափը, եւ առանց լավ սահմանված մետրի ձեր մոդելը հավասարակշռող չէ։ Դուք կարող եք հայտարարել, որ դուք հաշվարկում եք բոլոր ընտրություններից առանձին, սակայն ֆիզիկայում այն, ինչը չափվում է, ել ավելի կարևոր է, քան այն, ինչ օնտոլոգիականորեն կա։ Էքսպլանատորին պահանջում է ոչ միայն անտոլոգի, այլև էպիստեմոլոգի։ Պետք է կարողանանք ոչ միայն ասել, թե ինչու գոյություն ունի X, այլ նաև ինչու մենք կարող ենք այն դիտարկել եւ ինչպես է այն հավանական ըստ մեր չափման կանոնների։ Վերջին կապն այն է, որ սա ոչ միայն մեթոդոլոգիական խնդիր է, այլև էպիստեմոլոգիական։ Ձեր ներկայությունը այս տեսանյութում չի կարող պարզորոշ հաստատել որևէ մետրայի ընտրության ճիշտությունը։ Այլապես մեզ կմնա միայն պատմությունը, որտեղ ցանկացած միտք արագորեն արտադրում է ավելի շատ այլընտրանքներ, քան կարող ենք կարգավորել։ Սա մեզ դեպի այն բացագաղտնի հարցն է տանում, որը չի լուծվում այս բաժնում։ Եթե բազմաշխարհը հարուստ է այնքանով, որ հանգեցնում է թվաբանական անորոշությունների եւ օբզերվերսների հակասությունների, ապա ինչ-որ նոր տեսական կամ փորձարարական կոպտություն պետք է հայտնվի, այնպիսի գործիք, որը թույլ կտա մեզ ստուգել ընտրությունն ու վերանայել մոդելը։ Այս պահին մենք կանգնած ենք 3 ճանապարհների խաչմերուկում՝ ռեգուլյացիոն, ֆիզիկական եւ օնտոլոգիcal մոդելների միջև։ Հաջորդ բաժնում մենք մանրամասն կքննարկենք, թե որոնք աստղագիտական եւ տեսական տվյալները կարող են մի կամ մյուս ճանապարհը ավելի կիրառելի դարձնել, որpիսի չկրկնեն արդեն ներկայացված պնդումները։ Դու կանգնած ես սառը ապակու դիմաց, եւ հենց այդ պահին նույն այդ տիեզերքում մի փոքրիկ փոփոխություն։ Մեկ ընտրություն կամ մեկ քանակական ֆլուկտուացիա ավելի մեծ կամ փոքր դարձնելով կարող էր փոխել ամբողջ տեսարանն այդ անկյունում։ Այս պատկերն էլ ոչ միայն պատկեր է, այն նետում է մեզ խնդրի էությամբ։ Ինչպես դիտարկումները, որոնցով մենք չափում ենք տիեզերքը, կապվում են այնպիսի տեսություններով, որոնք կանխատեսում են բոլոր հնարավորությունների ընդարձակ բազմությունը։ Խնդրի սիրտը այս է։ Եթե ֆիզիկայի առաջավոր լեզուն մեզ ասում է, որ վակուումային էներգիան պետք է լինի հսկայական, բայց դիտումները մեզ ցույց են տալիս, որ այն իրականում շատ փոքր է, ապա մենք կանգնած ենք թվաբանական եւ տեսական բաժանման առջև։
Այս պարակտումը չի սոսկ տեխնիկական խնդիր։ Այն վերածվում է էպիստեմոլոգիական ճեղքի, առանձնացնելով այն, ինչ մենք կարող ենք հաշվարկել, այն, ինչ կարող ենք դիտարկել, եւ այն, ինչ մենք որպես դիտորդներ կարող ենք ընկալել որպես հավանական։ Բաժնի նպատակը պարզելն է, ինչպես աստղագիտական եւ քվանտային տվյալները բերում են ճգնաժամերի, որոնք խոչընդոտում են միահամուռ տեսության հին հույսերին։ Թեզիսը պարզ է. դիտարկումները, սուպերնովաների չափումները, համընդհանուր ֆոնային ճառագայթի (CMB) հաշվարկները եւ մեծ մասշտաբային կառուցվածքների չափումները բոլորը ցույց են տալիս, որ տիեզերքը արագանում է, եւ այս երևույթը վերագրվում է մութ էներգիայի կամ կոսմոլոգիական կոնստանտի գոյությանը։ Սակայն տեսական հաշվարկները, քվանտային դաշտերի վակուումային էներգիաներ գնահատելու փորձերը սպասում են շատ ավելի մեծ արժեքներ, եւ այս անհամապատասխանությունը հասնում է չափերի, որոնք հազիվ թե կարելի է անուշադիր համարել։ Այստեղ է առաջին անպետ գիտական ապացույցը մեր թեզիսի համար։ Հեռավոր Type 1a սուպերնովաների դիտարկումները բացահայտեցին տիեզերքի արագացումը։ Դա հաստատվեց այն ընթացքում, երբ Soul Perlmutterի առաջնորդած Supernova Cosmology Project-ն եւ Adam Reesին ու Brian Schmidt-ին ներառող High-Z Supernova Search Team-ը անկախ ոնց հայտնաբերեցին, որ հեռավոր Type 1a սուպերնովաները ցույց են տալիս տիեզերքը արագանում է։ Այս արդյունքները դարձրեցին թեմային էներգիան կամ մութ էներգիան կարևոր բաղադրիչ մեր կոսմոլոգիական մոդելներում։ Բայց խնդիրը բացվեց, երբ տեսական ֆիզիկան սկսեց հաշվարկել վակուումային էներգիան քվանտային դաշտերի ներդաշնակությունից, մոտեցումներով, որոնք ֆորմալ են եւ ենթակա համարումների։ Քվանտային դաշտերի հաշվարկները պրեդիկտ են տալիս էներգիա, որը շատ ավելի մեծ է, քան մենք տեսնում ենք, հաճախ արտահայտված որպես մի 120 կարգի տարբերություն, այսինքն տեսական եւ փորձարարական արժեքների միջև գոյություն ունի անհավանական մեծ տարբերություն։ Տեսական կողմում կան հիմնավոր պատճառային դատողություններ, ասելու համար, որ հաշվարկները կախված են մոտավորություններից եւ կտրումներից, որոնք ենթադրում են, թե ֆիզիկան ինչքանով պետք է փոխվի պլանկյան մասշտաբներում։ Սակայն այդ սահմանափակումներն ու մոտավորությունները չեն կարող բուժել ամբողջ տարբերության չափը։ Մի 120 կարգի տարբերությունը մնում է լուրջ խնդիր։ Այլ կերպ ասած, եթե ձեր տեսական գործիքները ձեզ տալիս են թիվ, որն զգալի շատ անգամ մեծ է տիեզերքում չափված արժեքից, ապա սա ոչ միայն տեխնիկական սխալ չէ, սա համակարգային ճգնաժամ է։ Տեսական ֆիզիկայի համար դա նշանակում է, որ բացակայում է մի խիստ բացատրող բաղադրիչ կամ նոր ֆիզիկա, որը պետք է վերհանի այդ անհամապատասխանությունը։ Դիմագրական ընտրության առջև մենք կանգնած ենք մի քանի հիպոթեզների։ Առաջի խումբը, շահավետ հիպոթեզները, առաջարկում են նոր սիմետրիաներ կամ մեխանիզմներ, որոնք կարող են չեղարկել կամ նվազեցնել տեսական ներդրումները։ Օրինակ, սուպերսիմետրիիցի տեսական լուծումները առաջարկում են, որ բարձր էներգիաներում դաշտերի ներդրումները կարող են չեղարկվել։ Այս մոտեցում ունի փորձարարական հետևանքներ, որոնք հնարավոր է որոնել արագացուցիչներում, ինչպիսիք են CERN-ի LHC-ը։ Երկրորդը՝ բնության կոնֆիգուրացիոն ընտրության կամ անթրոպիկ մոտեցումը։ Այն մատնանշում է, որ եթե գոյություն ունի հսկայական բազմազանություն, landscape կամ multiverse, որտեղ ֆիզիկական կոնստանտները տարբեր են, ապա մենք ապրում ենք այնպիսի միջավայրում, որտեղ կոնստանտը փոքր է, որովհետև միայն այդպիսի պայմաններում կարող են ձևավորվել աստղեր, գրահեր եւ observers, ինչպես մենք։ Այս մոտեցումը տեղափոխում է խնդրի ծանրությունը։ Արդյոք մեր դիտողական վիճակը բացատրում է, թե ինչու մենք տեսնում ենք փոքր կոնստանտ։ Սակայն անթրոպիկն երբեմն հանգստացնում է մեզ բացատրությունից, այլ ոչ թե տալիս է կանխատեսումներ, որոնք հնարավոր է փորձարկել։ Երրորդը մնացածը՝ ավելի տեսական սպեկուլատիվ առաջարկներ։ Երբեմն հետաքրքիր են տեսանկյունից, բայց առանց կոնկրետ հաշվարկների եւ ֆալսիֆիկացվող կանխատեսումների ներառվում են գիտության սահմաններից դուրս։ Նման գաղափարները կարող են դառնալ գիտական, եթե ուղեկցվեն կոնկրետ հաշվարկներով եւ փորձարկելի հետևանքներով։ Մտահոգիչն այն է, որ հակասությունը չի վերաբերում միայն մեկ թվի։ Նույն հակասությունը կգտնենք տարբեր մասշտաբներում, եւ դա է այն, ինչը ցավեցնում է ֆիզիկային։ Մեր տեսական սարքավորումների շատ մասը բերում է քվանտային դաշտերի արդյունքներ, իսկ մեծ մասշտաբային տվյալները գալիս են աստղագիտությունից։ Անհրաժեշտ է կառուցել կամ գտնել կամուրջներ, որոնք կապակցում են միկրո եւ մակրո պրոցեսները։ Ինֆլացիոն մեխանիզմները եւ միկրոֆլուկտուացիաները կարող են ձևավորել մակրոդինամիկան, բայց ինքնին այդ միասնությունը չի լուծում մետրային խնդիրը կամ օբսերվերների հաշվարկման հարցերը։ Այստեղ է նաեւ դեկոհերենցիայի դերը։ Այն ցույց է տալիս, թե ինչպես միկրոպրոցեսները, հաղորդակցությունն ու ֆլուկտուացիաները արագորեն ոչնչացնում են միջֆազային ցնցումները եւ դարձնում տարբեր ճյուղերը առանձին։
Նույն տրամաբանական կառուցվածքը համընկնում է ինֆլացիոն տվյալների հետ, որտեղ փոքր ռազմավարական տարբերությունները կարող են մեծանալ եւ վերաճել տարբեր մեծածավալ կառուցվածքներով։ Այս զուգահեռությունը շարունակում է ընդգծել այն հանգամանքը, որ միկրո եւ մակրո աշխարհների միջև տեսական համահունչություն հնարավոր է, բայց այն չի լուծում չափի խնդիրը, այլ միայն ծավալում է մեթրի եւ չափման շուրջ մեզ համար կարևոր հարցերը։ Մի կարևոր գիտական սահմանափակում եւս։ Դեկոհերենցիան մեզ չի տալիս մանրամասն պատասխան, ինչն է ճշգրտորեն որոշում Բորնի կանոնը, այն հիմքը, որով մենք տալիս ենք հավանականություններ քվանտային հաշվարկներում։ Դեյվիդ Վոլսի եւ ուրիշների աշխատանքները փորձել են այս հարցը կապել քվանտային հաշվարկների կիրառողական ռոք շարքերի հետ, բայց խնդիրը մնում է, պետք է տեսական քայլ, որը կհարթեցնի թվաբանական անհամապատասխանությունը եւ կհղորդի հաջորդ փորձերը։ Եթե մտածենք, ինչպիսի փորձ կարող է ճշգրտել հարցի մի մասը, ապա առաջինն ավելի խորը եւ ճշգրիտ չափումներն են՝ մութ էներգիայի ժամանակային զարգացումն ուսումնասիրելու համար։ Արդյոք կոնստանտը իսկապես մշտական է, թե նա դինամիկ է, օրինակ քվինտեսենցիայի նման։ Դա պահանջում է սուպերնովաների լավ մոնիտորինգ եւ մեծ մասշտաբային քարտեզագրություններ, որոնք այժմ իրականացնում են նախագծեր, ինչպես DESIN եւ Vera-K։ Rubin Observatory-ն։ Եթե կոնստանտը փոքրինչ փոխվում է ժամանակի ընթացքում, դա կարող է հուշել նոր դինամիկ դաշտերի գոյության մասին։ Երկրորդը փորձերն են, որոնք կգտնեն ֆիզիկա, որը կչեղարկի տեսական ներդրումները բարձր էներգիաներում, օրինակ սուպերսիմետրիի նշաններ հաջորդ սերնդի արագացուցիչներում։ Եթե նման մաստիկներ գտնվեն, դա կարող է փոխել այն հաշվարկները, որոնք այս պահին ցույց են տալիս հսկա վակուումային էներգիա։ Սա պահանջում է տեսական մոդելների կառուցում կոնկրետ, փորձարկելի կանխատեսումներով։ Երրորդն է Measures-ի խնդրի փուլի լուծման փորձը մի քանի տարբեր մոդելների համեմատությամբ։ Երբ ունենք անսահման կամ շատ մեծ քանակությամբ տիեզերքների կամ ճյուղերի, ինչպես ենք փակելու համեմատական հավանականությունները։ Այս հարցը լուրջ է, եթե ընդունում ենք, որ տարբերությունների չափումը կախված է մետրից կամ չափաբաժնից, եւ առանց ֆիզիկապես հիմնավորված մետրայի մենք չենք կարող գիտական իմաստով կապել մեր դիտողությունը հետազոտվող երևույթին։ Վերջապես, տեղը պետք է պարզ լինի։ Գիտությունը չի կարող սահմանափակվել միայն տեսական հմայքով կամ միայն սպեկուլյատիվ արդարացումով։ Նոր գաղափարները պետք է լինեն թե տեսական ուժեղ եւ թե փորձարարականորեն ֆալսիֆիկացվող։ Այսպիսի պահանջով մենք կարող ենք տարբերել հիպոթեզերը ոչ միայն մաթեմատիկապես, այլ նաև պրագմատիկորեն, ըստ այն ճանապարհների, որոնք մեզ տանում են դեպի փորձ։ Կարճ դադար։ Այս պահին գիտությունը կանգնած է խաչմերուկում, տեսական գեղեցկության եւ աստղագիտական ճշգրտության միջև։ Եթե մենք կարողանանք գտնել մեխանիզմ, որը կամայական մեծ հաշվարկները իջեցնի մինչև փոքր թիվ, առանց հակասելու ապագա դիտարկումներին, ապա բացելու ենք նոր գործառույթ գիտության մեջ։ Իսկ եթե ոչ, ապա մեզ մնում է ընտրել. արդյոք կդիմենք անթրոպիկի ծանրությանը կամ կհռչակենք նոր տեսական ճյուղեր, որոնք կլինեն թե գեղեցիկ, թե փորձարարականորեն հստակ։ Մեկ հարց կմնա կախված։ Եթե թվերը մեզ ստիպում են հավատալ, որ մեր տեսության սպասելիքները անսահման մեծ են, ապա ո՞րն ենք մենք, observers, որ կարող ենք մեկին համարել սովորական։ Այս հարցը չի ավարտվում այստեղ։ Այն թողնում է մեզ պատկերով, որտեղ գիտության հաջորդ քայլը պետք է լինի ավելի ստեղծարար եւ ավելի համառ, քան երբևէ։ Եթե ամբողջ աշխարհագրական եւ ժամանակային պատմությունը սեղմենք մեկ ժամացույցի վրա, ապա վերջին մի վայրկյանը կպարունակի այն պահին, երբ քվանտային ուժերի եւ ծանրության ընդհանուր հարաբերականության բախումները, որոնք հակասում են մեր առօրյա ընկալմանը, մեծ արագությամբ անցնող այդ հատված է, որտեղ մեր երկու բուն տեսությունները, քվանտային մեխանիկան եւ ընդհանուր հարաբերականությունը, սկսում են կռվել նույն հատակագծի վրա։ Սա ոչ միայն ինտելեկտուալ տեսարան է, սա կարևոր փորձարարական եւ փիլիսոփայական նրբություն է, որովհետեւ հենց այստեղ են ծնվում հակասություններն ու սահմանափակումները, որոնք հարց են դարձնում, ինչ է տարածությունը, ժամանակը եւ ինֆորմացիան որպես զուտ ֆիզիկական սուբստանցիա։ Հետո հարցը պարզ է։ Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչպես է դու դեռ կարող ես լինել որևէ կերպ, միևնույն ժամանակ այս երկու աշխարհների միջև փոքր, նրբագեղ ժամանակագրական հարաբերությամբ, մենք պետք է նայենք հենց այդ սահմանային տեղերին։ Ստանդարտ տեսության, քվանտային մեխանիկայի ուժը գրվում է որպես միավորական էվոլյուցիա։ Ալիքային ֆունկցիան զարգանում է առանց հատուկ ընդհատվելու։ Բայց ընդհանուր հարաբերականությունը տարածության ժամանակի գեոմետրիայի լեզվով մեզ ասում է, որ զանգվածը ու էներգիան քաշում են ինքնին կոնֆիգուրացիաներ, ստեղծելով սինգուլարարություններ,
Սինգուլարություններ, որտեղ ժամանակի եւ տարածության չափումները քայքայվում են։ Եվ երբ այդ սինգուլարությունները մտնում են վտանգավոր ռեժիմ, օրինակ սև խորոշների ներսում կամ տիեզերքի սկզբնական միացությունում, քվանտային հավանականության ու անկյունային հարաբերությունների օրենքները մենակ չեն դիմանում։ Այստեղ է երկխոսությունը, որտեղ անհամապատասխանություն ակնհայտ է։ Մեկ համակարգ ակնկալում է միավորականություն, իսկ մյուսը խոսում է կորստի եւ սինգուլարությունների մասին։ Սա չի մնացել միայն մտապատկերում։ Սև խորոշների ինֆորմացիոն հակասանքը դարձավ ակնառու փորձարարական ճնշող փորձաքար։ Ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը 1974 թվականին պարզեց, որ սև խորոչները ճառագայթ կարող են հեռարձակել, այժմ հայտնի որպես հոքինգյան ճառագայթ, եւ դրանով հարց բարձրացրեց. Եթե ճառագայթը մաքուր թերմալ սպեկտր է, արդյոք սկզբնապես ընկղմված ինֆորմացիան ամբողջությամբ կորում է։ Եթե ինֆորմացիան իսկապես կորցվեց, ապա դա կհանգեցներ ոչ միայն խնդրի քվանտային մաթեմատիկային, այլ նաև կնախաձեռներ մի խորը ճգնաժամ, կապված միավորականության պահպանման ներկայացմամբ, որը քվանտային էվոլյուցիայի սրտում է։ Սա դարձավ ֆիզիկայի լաբորատոր սթրես թեստը։ Սև խորոչը կանչված էր ցույց տալու, թե որն է ճշմարտությունը։ Երբ այդ խնդիրը բարձրացավ, մի շարք ուղիներ առաջարկվեցին, ինչպես փրկել միավորականությունը։ Մեկ առաջարկը, որը Հոքինգ ինքն իրեն ժամանակին ներկայացրեց, ասում էր, որ ինֆորմացիան պարտադիր նորից չի հայտնվի, թույլ չտալով միավորականության պահպանությունը։ Մեկ այլ ուղի, սև խորոչային մնացորդների գաղափարը, առաջարկում էր, որ փոքր կայուն մնացորդներ պահեն ինֆորմացիան, բայց այդ գաղափարը բախվում է էնտրոպիայի եւ էներգիայի պրակտիկ դժվարություններին։ Երրորդ ճանապարհը կոմպլեմենտար եւ հոլոգրաֆիկ մոտեցումներն էին, որոնք բերեցին ավելի խորը եւ անհանգստացնող արդյունք։ Ինֆորմացիան չի կորում, այլ արտահայտվում է այնպես, որ արտաքին դիտորդի համար պահպանում է միավորականությունը։ Լեոնարդ Սուսկինդը 1990-ականների վերջում Ստենֆորդում առաջարկեց գաղափարը, որ սև խորոչները կարող են լինել հոլոգրաֆիկ օբյեկտներ։ Ամբողջ տեղեկատվությունը, որը ընկղմված է ներսում, կարող է արտահայտվել արտաքին սահմաններից մեկում։ Հետո Խուան Մալդասենան 1997 թվականին առաջարկեց հարաբերություն, ցույց տալով, որ որոշ տարածական կոնֆիգուրացիաների քվանտային դաշտային տեսությունները հավասարազոր են մի գրավային քվանտային գրաֆիկային նկարագրության, այսպիսով առաջարկելով կոնկրետ օրինակ, որտեղ միավորականությունը չի խախտվում։ ADS/CFT ուղղությունը տրամադրում է կոնկրետ մոդել, որտեղ քվանտային դաշտային տեսության սահմանում գոյություն ունի համարժեք գրաֆիկական նկարագրություն։ Այս օրինակով միավորականությունը կարելի է պահպանել, սակայն այս արդյունքը անմիջականորեն հնարավոր չէ ընդլայնել մեր իրական տիեզերքի համար։ Մինչ որոշ ծրագրեր պնդում էին միավորականության փրկությունը, նոր մարտահրավեր առաջացավ, որը հաճախ կոչեցին firewall ճգնաժամը։ Եթե ինֆորմացիան վերարտադրվում է փախած ճառագայթում, ապա ինչ մեխանիզմերով է վերականգնվում այն։ 2000-ականների սկզբին AMPS-ի փաստարկը Ալմհեյրի, Մարոլֆ, Պոլինսկի եւ Սալիի աշխատանքը ցույց տվեց, որ եթե ինֆորմացիան դուրս է գալիս ճառագայթման միջոցով եւ միաժամանակ ներսում պահպանվում է անկյունային պայմանին համապատասխան, ապա տալիս է արդյունքում հակասական պահանջներ, որոնցից մեկը կարող է լինել այնպիսի բարձր էներգետիկ խոչընդոտ, որը նրանք մեղմաբար անվանեցին firewall, այն ինչ կխայթրի ներխուժող դիտորդին։ Բացարձակապես նշանակալից է, որ այս փաստարկը օգտագործեց տրամաբանական թեստ ճնշելու կոմպլեմենտար գաղափարները եւ մատնանշելու ներքին հակասություններ։ Մի կողմից հոլոգրաֆիկ միավորականություն, մյուս կողմից հավասար սկզբունքը, եւ նրանք չեն կարող միասին պահպանվել առանց փոփոխությունների։ Սա ցույց տվեց, որ խնդիրը չի միայն փոքր ճեղք։ Մեր ամենաթանկաչուններից մեկը տեղայնության, հավասարության սկզբունքը եւ միավորականությունը միասին չեն կարող գոյություն ունենալ առանց ոչ տրի զրոյացման։ Այն, ինչը այս թեման դարձավ գիտական օրակարգի կենտրոնում, ոչ միայն կոնկրետ հաշվարկների հանգացությունն էր, այլ նաև այն մեթոդները, որոնցով մենք սկսեցինք փորձարկել տեսությունները։ Դեկոհերենցիան, որը Վոյչեխ Զուրեկի եւ H.D. Զեհի աշխատանքների շնորհիվ ֆորմալացվեց, բացատրում է, թե ինչպես միջավայրի հետ հաղորդակցությունը արագորեն ճնշում է ճյուղերի միջև միջամտությունը։ Բայց սև խորոչի մոտ ճառագայթման եւ միջավայրի ազդեցության բարդ դինամիկան կարող է բերել դեկոհերենսի այնպիսի տեսակների, որոնք չի բավարարում պարզապես դասական միջավայրի մի կարծում։ Սա ստիպում է մեզ մտածել ինֆորմացիայի ֆիզիկայի մասին ավելի ընդարձակ բառապաշարով, որն անցնում է սովորական քվանտային հաշվարկի սահմանները։ Այսպիսով, սև խորոչների խնդիրը չի միայն հարցը կորցնես ինֆորմացիան, այն նաև պահանջում է վերաիմաստավորել ինֆորմացիայի ֆիզիկական բնույթը, հաշվի առնելով նոր մեխանիզմների եւ չափման ռեժիմների անհրաժեշտությունը։
Ինչպես գիտական գործընթացը զարգանում է, որոշ բաներ կարելի է մեթոդապես բացառել։ Ընդհանուր փլուզման, քոլապսի ենթադրություն առանց կոնկրետ ֆիզիկական մեխանիզմի այսօր համարվում է քիչ հավանական, այն պատճառով, որ ADS/CFT եւ այլ կոնկրետ մոդելներ ցուցադրում են միավորականության որոշ դիմադրողական օրինակներ։ Նմանապես, երկարատև եւ անսահման մնացորդների գաղափարը բախվում է էնտրոպիայի արագ աճի եւ էներգիայի պահպանման խնդրի հետ, ինչը դժվարացնում է այն ընդունելը որպես հիմնական լուծում։ Այսպիսով, շատ գաղափարներ, որոնք սկզբում դիտարկվել էին որպես կենսունակ լուծումներ, այսօր գիտական հանրության մեջ առավել կասկածելի են կամ դուրս են իրադարձությունների կենտրոնից։ Այնուհանդերձ, ամենամեծ բաց հարցերը մնում են։ Մենք դեռ չունենք մի միասնական փորձարկելի մեխանիզմ, որը պարզ կասի, թե ինչպես է ինֆորմացիան վերադառնում կամ վերադասավորվում։ Առաջին բաց հարցը վերաբերվում է տեղայնության իմաստին։ Երբ քվանտային համակարգերը ցույց են տալիս ոչ լոկալական բնույթ եւ հոլոգրաֆիան պարտադրում է, որ ամբողջ տեղեկատվությունը կարող է դուրս գալ մեր նախընտրած տեղայնությունից, ապա հարաբերությունը տեղայնության եւ ոչ տեղայնության միջև մնում է անհստակ։ Երկրորդ բաց հարցը վերաբերում է չափման չափին։ Ինչ է այն ֆիզիկական մասը կամ չափը, որը կապում է մի դիտողի վարկածները նրա փորձնական ճաշակների հետ, հատկապես եթե ունենք անսահման կամ հսկա թվով ճյուղեր։ Երրորդը նվիրված է մեխանիզմին, որով թաքնված ինֆորմացիան հնարավոր է վերականգնվի, հաշվի առնելով կոսմոլոգիական եւ սահմանային պայմանները, եւ ինչպես այդ մեխանիզմները կարող են առաջացնել կոնկրետ, փորձարկվող կանխատեսումներ։ Այս բոլորի կողքին ավելանում են նաև փիլիսոփայական հարցերը։ Դերեկ Փարֆիթը 1984 թվականին Օքսֆորդում գրել է անձնական ինքնության մասին, եւ նրա գաղափարները առանցքային են, երբ խոսքը վերաբերում է այն հարցին, թե ով է դու բազմաճյուղ իրականությունում։ Եթե լուծումը առաջարկում է, որ յուրաքանչյուր ճյուղում գոյություն ունեն տարբեր դուներ, ապա մեր բարոյական պատասխանատվությունն ու ինքնության զգացումը պահանջում են նոր մեկնաբանություններ, որոնք անցնում են ֆիզիկայի սահմաններից, դառնում են էթիկայի եւ հոգեբանության խնդիրներ։ Այսպիսով, ինֆորմացիայի վերադարձի ֆիզիկան ոչ միայն լուծում է տեխնիկական անհամապատասխանությունները, այլ նաև ստիպում է մեզ վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում լինել դիտորդ եւ ինչ պատասխանատվություն ենք մենք կրում մեր ընտրությունների համար։ Այս շերտավոր հարցերը ցույց են տալիս, որ լուծումը պետք է լինի բազմաբովանդակ, ոչ միայն մաթեմատիկորեն, այլ նաև փորձառական եւ փիլիսոփայական առումով համապարփակ։ Այժմ, երբ սեղմեցինք տիեզերքի ժամանակը ինտենսիվ դետալներով եւ սկսեցինք խոշորացնել սովորական գրավիտացիոն մասշտաբից մինչև սև խոռոչների ներքևի շերտեր, հետևանքներն ակնհայտ են։ Այս սահմանները ծառայում են որպես լաբորատորիա, թեստելու մեր տեսությունների ամրանությունը։ Եթե նպատակը կառուցել նոր, փորձով հաստատվող տեսություն է, որը կկարողանացնի միավորականությունն ու հարաբերականության ներքին տրամաբանությունը միասին, ապա պետք է պատրաստ լինենք ընդունել սխալները ոչ որպես պարտություն, այլ որպես ուղեցույցներ։ Գիտության հաջորդ քայլը ոչ միայն ավելի ուժեղ մաթեմատիկա կլինի, դա կլինի ավելի խիստ փորձ, որը նպատակ ունի գտնել դիտարկելի սահմաններ, որտեղ տարբեր տեսություններ տարբեր կանխատեսումներ են տալիս, եւ այդ կանխատեսումները հնարավոր կլինի ֆալսիֆիկացնել։ Մեզ մնում է մի բաց եւ ցնցող պատկեր։ Եթե սև խոռոչը մեզ ասում է, որ ինֆորմացիան ոչ թե կորում է, այլ փոխակերպվում է այնպես, որ այս փոփոխությունը պահանջում է վերաիմաստավորել տեղայնությունն ու սահմանները, ապա դա կարող է լինել խթան, կառուցելու նոր ֆիզիկական բառարան։ Եթե ոչ, ապա մենք կանգնած ենք ընտրության առաջ։ Ընդունել, որ մեր ներկայիս տեսությունները ունեն շատ կարևոր սահմանափակումներ, որոնք պետք է փոխեն մեր պատկերացումները իրականության մասին, կամ գտնել լրացուցիչ փորձարարական տվյալներ, որոնք մեզ ուղղորդեն դեպի ավելի ամբողջական պատկեր։ Սև խոռոչների ինֆորմացիոն հակասանքը չի ավարտվում միայն որպես մեկ խնդրի լուծում։ Այն շարունակվում է, նազատորեն փոխելով այն տարածքը, որտեղ գիտակցությունն ու կցությունն ու ֆիզիկան հանդիպում են։ Երբ դուք նայում եք ձեր անձնական ընտրություններին, որպես մի ընկերոջ մոտ նկուղ տանող մի փոքրիկ միջանցք, հիշեք, գիտությունն աշխատում է նույն նուրբ սահմանների վրա, խստորեն, համառությամբ եւ առանց վախենալու դժվար հարցերից։ Դուք կանգնած եք խաչմերուկում։ Մի կողմում բացվում է նույն առաջին տեսարանը՝ տուն, խաչքար, փողոցը նույն տեղով։ Մյուս կողմում նույն ծիծաղը, բայց մի փոքր ուրիշ ակնթարթով։ Պահը սառչում է։ Կամերան արագ հետ է շարժվում ֆրանսիական փողոցից մինչև քո խելքի մեջ թաքնված ալիքի ֆունկցիան, այն օղակի վրա, որն ամեն ինչ ընդգրկում է։ Պատկերացրեք, որ մենք հիմա արագ նետում ենք տեսարանի մասերը դեպի տարբեր մասշտաբներ, եւ ահա նրանք, բազմաթիվ ճյուղերը,
որպես ոչ միայն հիշողություններ, այլ որպես ֆիզիկական հավանականություններ, որոնք նույն պահին գոյություն ունեն։ Այս հատվածում մենք չենք հարցնում, արդյոք բազմաշխարհը գոյություն ունի։ Մենք հարցնում ենք, ինչ հիմքի վրա որոշվում է, որ մոր մի վարկածը ունի հոգևոր արժեք կամ ֆիզիկական կարգավիճակ։ Այս կրկնօրինակում 3 ինտուիտիվ ռազմավարություն կան, որոնք փորձում են ապահովել այն, ինչ մենք անվանում ենք տեղի ունեցածը։ Առաջինը ընդունում է արդյունքները որպես բրուտ ֆակտներ, որպես մինչև միայն պայմանական փորձարարական իրականություններ։ Երկրորդը պահանջում է անհրաժեշտ հիմնավորում, մեխանիզմ կամ օրենք, որը բացատրում է ինչ տեղի է ունենում։ Սա է քոլապսի մոտեցումը։ Երրորդը ընդգծում է մաթեմատիկական օնտոլոգիան, գաղափարը, որ մաթեմատիկական կառուցվածքները ինքնին հանդիսանում են իրականության հիմքը։ Բրուտ ֆակտի մոտեցումը պարզ ու կոշտ է, ասում է՝ դուք չափում եք, հետևանքը կա, վերջ։ Սկզբունք նման է դատական արձանագրության։ Փորձը արձանագրում է իրադարձությունը որպես փաստ։ Դրա առավելությունն այն է, որ այն պահպանում է փորձարարական գիտությունը պարզ ու արդյունավետ։ Բայց նրա թույլ կողմը էքսպլանաթորին է, չէ որ հարցը ինչ պատճառով մի արդյունք գրանցվում է, այլ ոչ թե ուրիշը մնում է բաց։ Երկրորդ ռազմավարությունը, անհրաժեշտ հիմնավորումը, պահանջում է նոր մեխանիզմներ։ Օրինակ, Գիրարդի, Ռիմինի, Վեբեր տեսակի քոլապս մոդելները առաջարկում են ֆիզիկական կանոն կամ ստոքաստիկ գործընթաց, որով ալիքային ֆունկցիան պատահական կերպով փլուզվում է։ Այս մոտեցման ուժը այն է, որ այն վերադարձնում է պատճառի հարցը, թույլ տալով ֆալսիֆիկացվող կանխատեսումներ։ Բայց նրա խնդիրը այն շոշափում է միավորական էվոլյուցիայի հիմքերը և պահանջում է ընդունել նոր ֆիզիկա, նոր օրենքներ, որոնք մինչ այժմ փորձով չեն հաստատվել։ Եթե փորձում ենք հիմնավորել փլուզումը որպես անհրաժեշտ պատճառ, ապա պետք է նաև պարզենք, ում համար և ինչ պայմաններում տեղի է ունենում այն։ Դա կարող է բերել նոր պարամետրերի և սահմանների անհրաժեշտության, անթոլոգիկալ բարդություններ, որոնք նույնպես պետք է արդարացվեն փորձով։ Երրորդ ուղին՝ մաթեմատիկական անտոլոգիան։ Օրինակ, Մաքս Թեգմարկի մոտեցումը համարձակ է։ Նա առաջարկում է, որ բոլոր մաթեմատիկական կառուցվածքները որոշ իմաստով գոյություն ունեն, և որ ֆիզիկան, ըստ էության, պատահական ընտրություն է այդ կառուցվածքների միջև։ Մաթեմատիկական անտոլոգիայի ուժը այն է, որ այն թույլ է տալիս միաժամանակ ընդունել բոլոր հնարավորությունները, առանց այն հարցի, թե ինչ-որ հատուկ ֆիզիկական օրենք է առաջնային, բայց դրա գինը բարձր է։ Եթե ամեն ինչ մաթեմատիկական է, ապա ինչ է մեր փորձարարական սահմանը, ինչ է ֆալսիֆիկացվողը, ում համար են դիտարկումները նշանակություն ունենում։ Երեքն ըստ էության կոնֆլիկտում չեն կործանում միմյանց։ Դրանք տարբեր գործառնական պատկեր են նույն խնդրի համար։ Օրինակ, դեկոհերենցիայի աշխատանքը, Վոյչեխ Զուրեկի և Հադի Զեհի մոտեցումները ցույց տվեցին, որ միավորական էվոլյուցիան կարող է ստեղծել ճյուղեր, որոնք փորձարարական տեսանկյունից գործում են որպես առանձին իրականություններ, միջավայրի արագ ներգործության արդյունքում ճյուղերի միջև միջամտությունը ճնշելով։ Այս հիբրիդը օգնում է կապել բրուտֆակտային արձանագրությունները անհրաժեշտ հիմնավորման հետ։ Սակայն մոդելը դեռ չի տալիս լրիվ պատասխան Բորնի կանոնի առաջացմանը։ Պարզեցված ձևով, Բորնի կանոնը ասում է, որ ալիքային ֆունկցիայի մոդուլի քառակուսին ֆունկցիայի չափը կշռում է տարբեր արդյունքների հավանականությունը։ Many Worlds-ում հիմնական խնդիրը այն է, որ բոլոր արդյունքներն իրականանում են, ուստի ինչպիսին է այդ քաշի ֆիզիկական իմաստը։ Դեղվիդ Դևիչը և Դեյվիդ Վոլսը առաջարկեցին decision թեորետիկի տեսանկյունից հիմնավորումներ, փորձելով ցույց տալ, որ տրամաբանականորեն կարող ենք վերականգնել Բորնի կանոնի կիրառելիությունը որպես գործնական ուղեցույց, երբ գործակալները պետք է իրենց համոզմունքները կազմակերպեն բազմաճյուղ աշխարհում։ Սակայն այս մոտեցումը շարունակում է քննարկվել և չունի վերջնական կոնսենսուս։ Այս ողջ թվարկումը բերում է անձի ինքնության հարցին. Ո՞րն է դու տարբեր ճյուղերում։ Դերեկ Փարֆիթի աշխատանքը ցույց է տալիս, որ ինքնությունը հաճախ չի համընկնում ֆիզիկական շարունակության հետ։ Ավելի ճիշտ, ինքնությունը կարող է հիմնվելու հոգեբանական շարունակության և հիշողության կապի վրա։ Փարֆիթի տրամաբանությամբ դուք կարող եք լինել մի շարք հարակից հիշողություններ և հոգեբանական հանգույցներ, որոնք պատկանում են տարբեր ճյուղերին։ Սա մեղմեցնում է անհատականության անհանգստությունները, բայց չի լուծում էթիկական բարդությունները։ Եթե բոլոր տարբերակները տեղի են ունենում, ապա պատասխանատվությունը ինչպես է բաժանվում։ Պատասխանը չի գալիս մեկ խոսքով։ Այս 3 ռազմավարությունները պետք է ընկալվեն ոչ թե ինչպես միմյանց բացառում, այլ ինչպես տարբեր գործիքներ նույն խնդրի համար։ Բրուտ ֆակտը պահում է փորձի պարզությունը,
Անհրաժեշտ հիմնավորումը տալիս է պատճառներ և ֆալսիֆիկացվելու ուղիներ, մաթեմատիկական օնտոլոգիան մեծ տեսական հորիզոն։ Յուրաքանչյուրն ունի իր տեղը գիտության պատմության և պրակտիկայի մեջ։ Մտավոր փորձի տեսքով պատկերացրեք մետաղադրամ նետելը։ Ձեր ուղիքը բաժանվում է երկու ճյուղերի, մեկում ժպտում եք, մյուսում ոչ։ Հարցն այն է, կա գիտական իմաստ ձեր նույն ինքնությունը նույնքան քաշով հետևել երկու ճյուղերին։ Եթե ընդունեք բրուտ ֆակտը, պատասխանը կլինի այո, փաստը արձանագրված է և այնքանով իրական է։ Եթե պահանջում եք անհրաժեշտ հիմնավորում, հարցն է հնչեցնում, որ մեխանիզմն է ընտրում մեկը մյուսի նկատմամբ։ Եթե հավատում եք մաթեմատիկական օնտոլոգիայի, երկու ճյուղերն էլ նույնքան իրական են, որովհետև երկուսն էլ ունեն համապատասխան մաթեմատիկական կառուցվածք։ Այս փորձը չի ասում, թե որն է ճիշտը, բայց այն դարձնում է տեսական սահմանները տեսանելի և ցույց է տալիս, թե ինչ հարցեր պետք է լուծի ֆիզիկայի հաջորդ փուլը։ Մենք կանգնած ենք մի անավարտ քննարկման առջև, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների և փիլիսոփաների մասնակցությամբ։ Ջոն Բելլը 1964 թվականին մեզ ստիպեց հասկացել, որ եթե ուզում ենք բացատրել տեղայնությունը և կանխորոշվածությունը, պետք է հրաժարվենք որոշ պարզ մեկնաբանություններից։ Հյուգ Էվերթի 1957 թվական Relative State գաղափարը և Վոյչեխ Զուրեկի դեկոհերենցիայի ուսումնասիրությունները օգնել են բացել այն ուղիները, որոնցով տարբեր ռազմավարությունները կարող են պայմանավորվել կամ մրցակցել։ Այս պահին, երբ տեսական գաղափարները սեղմվում են փորձի հետ, կարևոր է հիշել, մեր ռազմավարությունները գործիքներ են, ոչ թե վերջնական դատաստան։ Բրուտ ֆակտը որպես արձանագրիչ, անհրաժեշտ հիմնավորումը որպես շարժիչ, մաթեմատիկական օնտոլոգիան որպես լայն հորիզոն։ Ամեն փորձ, որի դիմում ենք, պետք է ծառայի որպես չարչրկող մեխանիզմ, որը հատում է դրանք և ստիպում ընտրել կամ համատեղ զարգացնել նոր մոտեցումներ։ Եվ վերջի վերջո, երբ դու նորից կանգնած ես քո խաչմերուկում, հին հարցն է. արդյոք մեկ այլ ճյուղում քսո տարբերակն ավելի փոքր է կամ ավելի մեծ նշանակություն ունի։ Պատասխանը կախված է նրանից, թե որ ռազմավարությունն ես ընդունում՝ փորձագիտական, էթիկական կամ մաթեմատիկական պատճառներով։ Եթե գիտական պատասխանը բրուտ ֆակտն է, ապա քո գործողությունները արժեք ունեն, որովհետև դրանք արձանագրվում են։ Եթե գիտնական ես, ով փնտրում է անհրաժեշտ հիմնավորում, ապա կաշխատես գտնելու նոր մեխանիզմներ։ Եթե քո հոգին ձգտում է մաթեմատիկական ամբողջությանը, ապա կնավարկես այն երկնքում, որտեղ տարբեր աշխարհները ամփոփված են մեկ հյուսվածքում։ Այս երեք ընտրությունները չեն բացառում մեկը մյուսին, դրանք պատուհաններ են նույն նավի վրա։ Եվ այս մասը թողնում է ձեզ հետ մի հարցով։ Եթե գիտությունը պետք է որոշի ճանապարհը, իսկ դուք պետք է որոշեք հայտնության կերպը, ինչ չափանիշով մենք նախընտրում ենք մեկը մյուսի նկատմամբ՝ փորձարարական, էթիկական կամ մաթեմատիկական պատճառներով։ Դու կանգնած ես այն սահմանին, որտեղ օրենքները դադարում են քեզ ապահով զգացնել։ Մոդելը, որ մինչև հիմա սովորեցնում էր ինչպես հաշվենք, վերջում ծառայում է միայն որպես քարտեզ, ոչ թե բնօրինակ աշխարհը։ Այստեղ է գալիս հարցը. որտեղ ավարտվում ֆիզիկայի կիրառելիության սահմանը և սկսվում անհայտը։ Այսպես սկսում է մեր վերջին նարատիվը, քանի որ հենց այդ սահմանը կստիպի մեզ կամ ընդունել բազմաշխարհի տեսությունը որպես ակունքների անկյունաքար, կամ գտնել այլ կանոններ, որոնք փոխարինում են այն։ Ենթադրենք, որ գիտական մոդելը նավ է։ Համակարգի ընդհանուր ալիքային էվոլյուցիան նման է նավի պայթունի խրամատին, միավորական և անխախտ։ Դեռևս չենք տեսնում փլուզումը որպես ֆիզիկական ընկալում, միայն որպես մեր դիտողների լեզվով լուծում։ Այստեղ է դեկոհերենցիան, որ Վոյչեխ Զուրեկը 1900 տանադուականներին ուսումնասիրեց, ցույց տալով, որ միջավայրը արագորեն փակում է ճյուղերը, դրանք դարձնելով փորձագիտական առումով անջատված։ Բայց սրանով խնդիրները չեն նահանջում։ Պրոբաբիլության խնդիրը, ինչպես Բորկնիի կանոնը, ելնում է միավորական էվոլյուցիայից, մնում է քորող հարց, որը Դեյվիդ Դևիչը 1990-ականներին սկսեց նորովի լուսաբանել, սակայն լիովին չլուծվեց։ Սա ոչ միայն տեխնիկական հարց է, այն հարվածում է մեր ամենօրյա ընկալմանը այն մասին, թե ինչ է նշանակում ասել հավանականություն, եթե ամեն արդյունք իրականանում է։ Մենք այժմ պետք է մի քայլ հետ անցնենք ու խոսենք պաշտոնական հեղինակության պարանոցի մասին։ Ինչպես հայտարարենք, թե որ մեկնաբանությունն է ճիշտը։ Ջոն Բելը 1964 թվականի աշխատանքի մեջ ցույց տվեց, որ տեղական, խիստ, լոկալ թաքնվածությունների գաղափարը չի համապատասխանում փորձի տվյալներին, եւ այդպես հայտնվեց գիտության մեջ խճճված պարլամենտ, որտեղ ոչ բոլոր հեղինակությունները կարող են միաձայն լինել։ Այս պարադոքսը, հզոր հեղինակությունների բախումը փորձի առաջ, ստիպում է մեզ լրջորեն վերաբերվել ոչ միայն մաթեմատիկական գեղեցկությանը, այլև փորձագիտական հավաստիությանը։ Թեզիսը այստեղ պարզ է։
Մենք գիտենք ինչպես համադրել միավորական երևույթը դեկոհերենցիայի միջոցով, եւ գիտենք, որ տարբեր կոսմոլոգիական մոդելներ, ինֆլյացիոն եւ ստրինգ լանդշաֆտ գաղափարները առաջարկում են բազմազան տեսարաններ, բազմաթիվ այլ տիեզերներով։ Բայց մենք չենք գիտակցել, թե ինչպես հստակ դարձնենք դրանց միջև հարաբերական հավանականությունները ոչ մաթեմատիկապես վերահաստատված մեխանիզմով, ոչ փորձով, ոչ էլ էթիկապես ստանդարտված պատասխանով։ Ասել. Մեզ մոտ մի տիեզերք կա, տասնյակ քաղաքներով եւ միլիոն անորոշություններով, սա կարճագուշակություն չէ։ Մաքս Թեգմարկը 2003-ին ամերիկյան գիտության էջերում դասակարգեց բազմաշխարհի մակարդակները, առաջարկելով, որ կան կոմպոզիցիոն տարբերակներ, որոնք չեն թաքցնում իրենց ճշմարտահաստատելիության աստիճանը, բայց ինֆլյացիոն մոդելները, որոնք Ալան Գութն ու Անդրեյ Լինդեն զարգացրեցին 1980-ականներին, մեզ թողնում են ճնշող մեթոդոլոգիական խնդրի հետ։ Ինչպես չափենք անսահմանները։ Այս չափման խնդիրը մնդիրը մեզ անմիջապես վերադառնում է անձնական մակարդակի։ Երբ անսահման ներկայացնում է բոլոր հնարավոր ընտրություններն, ով եք դուք այդ ընթանալու մեջ։ Ահա գիտության այն կողմը, որտեղ գիտնականների խոսքերը սկսում են կառչել փիլիսոփայական հետևանքներին։ Դերեկ Փարպիտի 1984-ի աշխատությունները, որոնք էջագրված են փիլիսոփայական գրքերում, մեզ տվել են եզրակացություններ ինքնության շարունակականության մասին, որոնք դիպչում են հարցին, ինչ է դուն, երբ տարբեր ճյուղերում գոյություն ունեն տարբեր դույեր։ Եթե ֆիզիկան ասում է, որ երկուսն էլ համընկնում են որպես հավասար իրականություն, ապա բարոյական պատասխանատվություն ինչպես պետք է վերագտնենք մեր առօրյա ներքին զգացողության մեջ։ Այս պահին պետք է տարբերակենք այն, ինչը մենք վստահ ենք, եւ այն, ինչը դեռ անորոշ է։ Սա մեր ապագա աշխատանքի ուղեցույցն է։ Մենք վստահ ենք մի քանի բաներում։ Մեկը՝ միավորական էվոլյուցիան մաթեմատիկապես համահունչ եւ կիրառելի է մեծ մասում։ Երկուսը՝ դեկոհերենցիան գիտականորեն հիմնավորված մեխանիզմ է, որը ցույց է տալիս կլասիկ աշխարհի ծագումը։ Եվ երեքը՝ քվանտային հաշվարկի աշխատանքները, որոնց Դեյվիդ Դևիթչը 1990-ականների վերջին Օքսֆորդում շարունակաբար զարգացրեց, ցուցադրել են, որ բազմաշխարհի պարզեցումը տալիս է ինտուիցիան, թե ինչպիսին են հաշվային ռեսուրսները։ Սրանք մեզ թույլ են տալիս կառուցել գործիքներ եւ եզրահանգել, որ գաղափարը արժեքավոր է, ոչ թե որպես վերջին ճշմարտություն, այլ որպես գիտական ընդարձակման հարթակ։ Սակայն այն, ինչը մնում է բաց, ավելի բնորոշ է թե գիտությանը, թե առօրյային։ Առաջին մեծ բացը Բորգնիի կանոնի հիմնավորումն է, եւ այն արդեն նշվել է վերևում որպես բոլորովին չլուծված առանցքային խնդիր։ Երկրորդը՝ նախապատվության հարցը։ Ինչով ենք առանձնացնում մեկ խումբ վիճակներ մյուսներից, որպեսզի խոսենք իրական տարբեր ճյուղերի մասին։ Սա ոչ միայն տեխնիկա է, սա էական է այն հարցում, թե ինչ է դիտվում որպես իրական։ Այս բացերը ունեն անձնական հետևանքներ, որոնք չեն կարող լինել միայն տեսական կամ մաթեմատիկական։ Եթե ձեր որոշումները միայն ձեր խղճի արդյունք են եւ մի այլ դու, մի այլ ճյուղում ապրում է այլ գեբերով, արդյոք ձեր գործողությունների եթիկան փոխում է իր իմաստը, արժանապատվության եւ մեղքի աստիճանով։ Եթե ամեն ընտրություն ճանաչվում է այլ տեղ, պատասխանատվությունը չի թուլանում։ Այն սահմանվում է այլ կերպ, ըստ ձեր գործողությունների հետևանքների, ձեր շրջապատում եւ ձեր սեփական համաբնույթի մեջ։ Թեստավորման խնդիրն էլ ունի իր դեմքի կողմը։ MVEN հաճախ չի առաջարկում տարբեր փորձեր այնպիսի պայմաններում, որոնք կլինեն եզակիորեն ֆալսիֆիկացվող։ Սա կարելի է պատկերացնել այսպես. Դուք ունեք երկու քարտեզ, երկուսն էլ ճիշտ են իր անելիության առումով, բայց ոչ մեկը չի տալիս այն միակ փորձը, որը կհաստատի միայն մեկ քարտեզը։ Վերջի վերջո գիտությունը մնում է փորձի վրա, իսկ որն փորձը դժվարությամբ մնում է մեր ձեռքում այստեղ եւ հիմա։ Այսպիսով, ինչպես պետք է գիտությունը շարժվի առաջ։ Կա 3 ուղի, որոնք մենք արդեն նշեցինք որպես շրջանակներ, եւ նրանցից յուրաքանչյուրը պահանջում է տարբեր տեսանկյուն։ Առաջին՝ փորձարարական ճշգրտություն։ Մենք նշում ենք սարքավորումների եւ աղմուկի նվազեցման ուղիներ, մշակելով այնպիսի քվի օբզերվացիոն նախագծեր, որոնք կարող են բացահայտել վերաբերամիավորվումությանը, ճյուղերի հետ վերադարձային համերաշխացում, երբ նախորդում բեկված կամ դեկոհերենցացված ճյուղերը կրկին կարող են ցույց տալ փոխազդեցություն կամ այլ անսովոր ազդանշաններ, որոնք կարող են տարբերակել MWE-ից այլ մեկնաբանություններից։ Երկրորդ՝ մաթեմատիկական խստացում։ Մենք կառուցում ենք ավելի սուր սահմանման համակարգեր, որոնք կհամակարգեն չափման խնդիրը եւ կհստակեցնեն Բորգնիի ծագումը։ Երրորդ ուղին առավել պրագմատիկ է եւ նույնքան փիլիսոփայական։
Ընդունել բազմաշխարհը որպես գործիք, որը հարստացնում է մեր տեխնոլոգիաները եւ հաշվարկային կիրառությունները, առանց այն ներկայացնելու որպես ամբողջական օնթոլոգիական հանձնառություն։ Դեյվիդ Դևիչը 1990-ականների վերջում եւ իր հրապարակումներում պնդում էր, որ քվանտային հաշվարկը լավագույն բացատրությունն է այն բանի, թե ինչու բազմաշխարհային պատկերացումները արդյունավետ են հաշվարկային տեսանկյունից։ Եվ այստեղ գիտությունը կարող է օգտվել գաղափարից, առանց պարտադիր օնտոլոգիկալ հանձնառության։ Այս մոտեցումը մեզ թույլ է տալիս օգտագործել գաղափարը որպես գործիք, մինչ մենք լուծում ենք հիմնախնդիրները։ Մեր օրինակի համար դա ունի ճշգրիտ անձնական իմպլիկացիաներ։ Երբ դուք կանգնած եք ընտրության առաջ, ձեր զգացումն այն է, որ որոշումը ստեղծում է միայն մեկ ճանապարհ՝ ձեր համար։ Նույնիսկ եթե ֆիզիկապես մյուս ճյուղերն գոյություն ունեն, ձեր սուբյեկտիվ փորձը մնում է իրադարձության միակ ընկալումը։ Այս սուբյեկտիվությունը ունի եթիկա։ Ցույց տվեք այլ մարդկանց, թե ինչքան են ձեր գործողությունները կարևոր ձեր համայնքի եւ հաջորդ ճյուղերի համար։ Դուք ստանձնում եք պատասխանատվություն այս հարթությունում, անկախ այն բանից, թե ինչ է պատահում մյուսներում։ Այդ պատճառով գիտելիքը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլ նաև կյանքի ոճ։ Գիտնականը, որ ներգրաված է այս հարցերում, լինի նա Անդրեյ Լինդենը ինֆլյացիայի վրա աշխատող 1980-ականների վերջում, կամ Վոյչեխ Զուրեկը դեկոհերենցիայի վրա աշխատող, պետք է հաճախ զուգորդի լաբորատոր փորձը գաղափարների փիլիսոփայական քննությանը։ Եվ դուք որպես քաղաքացի եւ որպես անձ պետք է որոշեք, թե որքան քաշ է ձեր այդ որոշմանը, երբ գիտությունը առաջարկում է մի քանի հավանական ցուցապատկերներ։ Այժմ մենք տեղափոխվում ենք այն խնդրին, որը պետք է տեղադրվի փակով եւ նաեւ որպես շարժիչ հետագա ճյուղերի համար։ Ծայրաստիճան գիտական հեղինակությունը երբեմն բախվում է սուբյեկտիվ արժեքների հետ, եւ այս բախումն է այն, ինչը դառնում է լուծման բանալին։ Գիտությունը կարող է մեզ ասել ինչ է հնարավոր, բայց չկա գիտություն, որը միայն իրենով ասի, ինչն է արժանի ընտրություն։ Այսօր գիտական հանրույթը դառնում է ավելի բաց, ընդունելով, որ ոչ միայն փորձը եւ մաթեմատիկան են չափանիշը։ Դրանք պետք է համակցվեն փիլիսոփայության, էթիկայի եւ հասարակական խորհրդատվության հետ։ Մենք ավարտում ենք այս մասի քննարկումը բաց հարցով, որը պետք է մնա ձեր ուղեցույցը։ Եթե միակ նպատակն է բացահայտել բոլոր ճյուղերը որպես հավասար իրականություններ, ինչպիսի արժեքային համակարգով մենք կկառուցենք մեր կյանքը, իմանալով, որ նույն պահին նույն որոշման սպասարկեց այլ դուն այլ տեղում։ Կամ այլ կերպ ասած, եթե գիտությունը մեզ առաջարկում է լայն, զարմանալի եւ հաճախ անհարմար տեսարան, արդյոք մենք պետք է վախենանք նրա առջև, ընդունենք այն որպես հայտնի փաստ, թե օգտագործենք այն որպես ազատության ու պատասխանատվության նոր կաղապար։ Ներքուստ այս հարցը մեզ բերում է վերջին պատկերին։ Պատկերացրեք մի մեծ անսահման գրադարան, որտեղ յուրաքանչյուր գրքի էջը գրեթե նույնն է, մի քիչ տարբեր տառով։ Դուք միայն կարող եք բացել մի հատ մեկը, մյուսները կմնան փակ պահված, սակայն նրանց գոյությունը չի չեղարկում այն իմաստը, որ դուք զգում եք, երբ կայացնում եք ընտրություն։ Եվ եթե գիտնականների աշխատանքը մեզ սովորեցրեց միայն մեկ բան, ապա այդ դիտությունն այն է, որ գիտելիքը լայնացնում է պատասխանատվությունը, այն չի նվազեցնում այն։ Ընտրելուց առաջ մի հարց տվեք ինքներդ ձեզ. ինչ աշխարհում եք ուզում։